Բարև ձեզ։ Այսօր Մետաֆոր պոդքասթի հյուրն է հայագիտական բազմաթիվ աշխատությունների հեղինակ Արթուր Արմինը։ Սակայն մեր քննարկման թեման այսօր ոչ թե հայագիտությունն է, այլ ազգային պետության հիմքում ընկած տնտեսական կացուտաձևի մոդելի ուրվագծումը։ Պարոն Արմինը կներկայացնի ազգային պետությունների եւ կայսրապետությունների միջև գոյություն ունեցող հիմնական տարբերությունները, այդ թվում կրոնական, գաղափարաբանական։ Զրույցի ընթացքում անդրադարձ կկատարենք նաև ժողովրդագրական շարժիչ ուժերին, մասնավորապես որոնք վերաբերվում են մեր տարածաշրջանին։ Հիշեցնեմ, որ Մետաֆոր պոդքասթի հաղորդումները կարող եք դիտել մեր YouTube-յան ալիքով եւ լսել Բելգահայ ռադիոյի եթերում։ Բարև ձեզ, պարոն Արմին, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Դե ձեզ բոլորը շատերն են ձեզ ճանաչում, բայց միգուցե այլ ոլորտում, հայագիտության ոլորտում, բայց ուզում եմ մեզ դիտողներին եւ լսողներին նաեւ հիշեցնել, որ դուք ձեր առաջի մասնագիտությունը տնտեսագետ եք, չէ՞ դուք։ Այո, կրթության մասնագիտությամբ կարելի ասել։ Այո։ Մեր այսօրվա թեման հիմնականում վերաբերվելու է Հայաստանի տնտեսական մոդելին, զարգացման մոդելին ապագայի համար, եւ որպեսզի մենք նախ կարողանանք մտածենք ապագայի համար մենք ինչ ենք ուզում, ինձ թվում է նաեւ բիզնեսի մեջ էլ է դա ընդունված, չէ՞ որ սկզբից պետք է մի հատ տվյալ սիտուացիան փորձես նկարագրես as is, որտեղ ենք գտնվում եւ հետո նոր փորձենք տեսնենք ուր ենք գնալու to be, որ կարողանանք ավելի հեշտությամբ դա ուրվագծենք։ Խնդրեմ, ու որտեղ ենք գտնվում մենք հիմա որպես պետություն, իհարկե։ Ինչպես շատ ճիշտ նշեցիք, ուրեմն նախ եւ առաջ տնտեսագիտությունը, հատկապես քաղաքատնտեսությունը, քաղաքտնտեսությունը, իմիջիայլոց մեր ժամանակներում դա որպես գիտական առարկա կար եւ շատ բացառիկ կարեւոր ուրեմն առարկա էր, այսօր չկա, հանված է։ Մի շարք երկրներում, հատկապես արևմտյան երկրներում դա հանված է, թեկուզ դա հիմնադիրները ուրեմն տնտեսագիտության հիմնադիրներն են եղել, անգլիական քաղաքտնտեսության հիմնադիրները, կլասիկները, որոնք հստակ ցույց են տալիս եւ մարդ պետք է տարական ձևով հասկանա, եթե չկա տնտեսական շահերի, հավաքական շահերի հետ կապված խնդրին չես անդրադառնում, ապա քաղաքականություն չես հասկանում։ Այսինքն քաղաքականությունը ինքը ի վերջո դա տնտեսական շահերի հիմքով ածանցված փոխհարաբերություններ են։ Եվ այսօրվա աշխարհաքաղաքական ամբողջական այդ սովնակում կամ թե մեր տարածաշրջանում կամ աշխարհը ինչպես է աշխատում, դրանք միջև հասկանալի չլինեն, այսպես կոչված քաղաքականությամբ զբաղվողները կամ քաղաքագետները իրական քաղաքականությունից ուրեմն շատ հեռու են, կարելի ասել։ Սա որպես սկիզբ եւ ընկալենք, որ դա այդպես իրականությունն է։ Հիմա պետություն բառը ասեցիք, ուրեմն ինչ է պետությունը եւ պետությունը դա որոշակի ազգային կամ երկու տեսակի պետություն կա ազգային պետություն եւ կա կայսրապետություն։ Պատմությունը, գոնե մեր իմացած մի քանի հազար տարվա պատմությունը, դրանք շատ սիրուն տարանջատում են։ Ազգային պետությունը ազգային էթնոսի կամ գերակշռող էթնոսի հիմքի վրա հավաքականության ստեղծած քաղաքակրթական համակարգի, կառավարման համակարգի արտահայտություն է։
կայսրապետությունը, երբ որ այնքան է զարգացել, որ իր ազդեցության եւ տարածքային եւ գուցե նաեւ ազդեցության ոլորտի տակ է պահում մի քանի տասնյակ, տարբեր էթնոսների, ազգերի եւ նույնիսկ պետությունների կամ կիսապետությունների, դա կոչվում է կայսրապետություն։ Սրանք անշուշտ իրենց ձևերը փոփոխում են, եւ օրինակի համար Միացյալ Նահանգները կայսրապետություն է, Ռուսաստանը նույնպես կայսրապետություն է, Ռուսաստանի մեջ օրինակի համար մի քանի տասնյակից ավել կան ազգային փոքրամասնություններ, որոնք ապրում են իրենց իսկ բնիկ տարածքներում, ունեն իրենց լեզուն, իրենց մշակույթը եւ այլն, բայց գտնվում են ռուսական կայսրության ներքո եւ նա կայսրապետություն է, ուրեմն կա պետություն եւ կայսրապետություն։ Կայսրապետությունը այսպես թե այնպես կոսմոպոլիտ գաղափարախոսության կողմնակիցն է, այլապես եթե կայսրապետությունը օրինակի համար, ես դիտմամբ եմ օրինակների զուգահեռները բերեմ, կարամ ուրիշ կոնցեպտի վրա բերեմ, բայց քանի որ Ռուսաստանին բոլորը քիչ ծանոթ են, օրինակը բերենք, եթե կայսրապետությունը տանում է հստակ ռուսական նացիոնալիզմի քաղաքականություն, ապա իրեն ենթակա կամ նրան մեջ ներառված ազգային փոքրամասնությունները սկսում են արդեն մեկ այլ կայսրապետության ձգվել եւ անշուշտ նաեւ աջակցություն ստանալ եւ ներսից փլուզում են այդ կայսրապետությունը։ Այսինքն կայսրապետությունները, դրանց գաղափարախոսությունները հիմնականում կոսմոպոլիտիկ են եւ ազգայինը փորձում են վերացնել կամ համահարթեցնել, որպեսզի կարողանան հեշտ կառավարել։ Աստիճանաբար կամաց լեզուն մշակույթը մոռացության տալ եւ այլն։ Սրանք կայսրապետության մոդելն են։ Կարող ենք ասել, որ օրինակ Ամերիկայի դեպքում ինքը չի սկսել, չէ, որպես կայսրապետություն։ Սկսվել է որպես միա էթնիկ, կարելի ասել, այդ 13 կոլոնիները, 13 գաղութները, որ եղել են, իրենք հիմնականում Անգլիայից եկած եւ ընդ որում համարյա նույն տեղերից եկած հիմնականում դիրում էր Իռլանդա, հիմնականում դիրում էր գերմանացիների, ինչու գերմանացիների, որովհետեւ բողոքականների մի ահռելի մեծամասնություն, ինչպես նաեւ իռլանդացիների, 12 միլիոն իռլանդացի է տեղափոխվել։ Ամենամեծ եւ գերմանացի եւ իռլանդացի, որը այսօր 12 միլիոնից ավել է կազմում, ասենք թե Մասաչուսեթ նահանգը եւ մերձակաշրջանները իռլանդական ծագումի ամերիկացիներ, անգլիացիներ, գերմանացիներ, ֆրանսիացիներ, ֆրանսիական գաղութներ շատ էին։ Այսինքն ինչ որ մի կետից է դա դարել կայսրապետություն։ Հա, բայց սկզբի շրջանում նայեք ինչ հետաքրքիր բան է տեղի ունենում։ Սա արդեն ուրիշ տեսակի զարգացման մի ուրիշ տեսակը նույնն է, բայց զարգացման մի ուրիշ փուլի մեջ է մտնում։ Ուրեմն եթե մենք գնանք Եվրոպայի ավելի հին շրջանը, մենք կտեսնենք, որ ուրեմն Եվրոպայում հնդեվրոպացի ցեղերը իրանք էլ են բաժանված, այսպես ասած, թե որտեղից են եկել, դա քաչ հայտնի է։ Սպիտակ ռասայի կամ հնդեվրոպական լեզվի նախահայրենիքը հայկական լեռնաշխարհն է, բայց 1001-ի ընթացքում դրանք բավականին իրարից հեռանալով առանձին էթնիկական միավորներ են ձևավորում, շատ ժամանակ իրար հետ պատերազմում։ Հիմա մենք մեր աչքիդ առաջ տեսնում ենք ռուսներ եւ ուկրաինացիներ, ասենք մի 300-200 տարի առաջ նույն ազգն են։ Իմ ամենասիրած Գոգոլին ասում են մալառուս, Պուշկինն նրան ասում էր մալառուս, այսինքն եւ իրանք տենց էլ իրանք զգում են, բայց հիմա նայեք իրանք լրիվ իրանք առանձին են զգում, թե բարբառային տարբերություն կա, բայց նրանք արդեն ուզում են ձևավորվել որպես առանձին էթնոս եւ դրա մեղավորը այսօրվա Ռուսաստանի իշխող վարչակազմն է,
այլապես ուրիշ ձևի չես կարող ասել։ Հիմա այդ կելտական հիմքի վրա ստեղծված ֆրանսիացի, անգլիացի, հա, իռլանդացի հետագայում կամ ինչ-որ ավելի հին շերտ եւ այլ, Միացյալ Նահանգներում սրանք բոլորը զգացին իրենց ոնց որ հետ գան իրենց հիմքի վրա, որպես սպիտակ ռասա, այսպես ասած, եւ քանի որ իրենց թշնամին հիմնականում անգլիական գաղութատիրական ուրեմն կայսերապետությունն էր, որպես բրիտանական կայսերապետություն, ապա կարծես անկախության հռչակագրով բան այդ պայքարի ընթացքում էլ իրենք որպես ազգ փորձեցին ձևավորվել։ Այդ փոքր նահանգներում միջև հիմա որ գնաս, ես 26 տարի ապրել եմ Միացյալ Նահանգներում, դու հստակ տեսնում ես, որ այդ հանրակացարան կոչված երկրում թվում է, թե դա այդպես է։ Դա կարող է թվալ մի 6 նահանգներում, որտեղ միգրացիան սարսափելի մեծ է, սակայն միջին նահանգներում, երբ որ գնում ես, որը հիմնական ամերիկան է, հա, այնտեղ լրիվ ուրիշ է, այնտեղ ազգայինի հիմքի վրա շատ բան է կառուցված եւ ամերիկյան մշակույթը մի քանի 100 տարվա մեջ ինքը իրան կայացած որոշակի ուրեմն համակարգ է։ Դա նկատի ունեք արևելյան ափը։ Ինչու միջինն էլ կա, մենակ արևելյան կամ արևմտյան ափերի մասին չի խոսքը։ Եթե Ֆլորիդան վերցնենք միգրացիոն է, Կալիֆոռնիան վերցնենք միգրացիոն նահանգներ է, այդպես մի 6 հատ նահանգներ կան, որտեղ միգրացիան շատ է եւ այնտեղ կարծես այդ սպիտակները ճնշող մեծամասնություն չեն։ Նա իսկ միջին նահանգներում Ալաբամա է, Օրեգոն է, Իլինոյս է եւ այլ այս նահանգներում իսկական Ամերիկան կարող եք տեսնել, նրանք լրիվ ուրիշ մտածողություն է, լրիվ ուրիշ հոգեվիճակ, մշակույթ, փոխհարաբերություն եւ իրանք են իրանց երկրի տերը իրանց զգում, էլի ոչ թե հանրակացարանային համակարգ ինչ-որ այդ մյուս նահանգներում։ Հիմա դա աճելով դարձավ կարծես արդեն կապիտալի 20-րդ դարի վերջում եւ 21-րդ դարում արդեն տեղ ունեցավ բանկային կապիտալիզմի արտահոսք եւ համաշխարհային ազդեցությունների գերակայություն եւ կայսերապետություն որպես այդպիսին։ Միացյալ Նահանգներում քանի որ այդ էմիգրանտ ազգերը իրենց հողի վրա չեն ապրում, այնտեղ այդ կայսերապետությունը ներսից պայթացնելու խնդիր իբր չկա, բայց իրականում կա։ Այսօր օրինակի համար Միացյալ Նահանգների մի շարք նահանգներում, հատկապես հարավային նահանգներում, որտեղ մեքսիկները մեծամասնությունը ահռելի մեծ քանակ գոյություն ունի, ինչպես նաև սևերը բան, սրանց հակասությունները կան, ներքին են, գիտեք ինչի նման է, մեկը մյուսի հետ կապ չունեցող կամ շատ թեթև, վերին առաջի երկրորդ շերտում շփումներ են, բայց իրականում նրանք իրաց առանձին կյանքով են ապրում, հայերը իրանց առանձին, ընդ Little Tokyo-ն առանձին, Little China-ն առանձին, սենց մի հատ բան է։ Եվ այս հակասությունները կենցաղային մակարդակով շատ քիչ է, բայց վերջի հաշվով այդ ամեն ինչը կա։ Ստեղ ամերիկյան կոսմոպոլիտիզմը մի հատ լրիվ ուրիշ ստադիա է, ավելի բարձր ուրիշ ստադիա է համաշխարհայնացման եւ դուք ընդհատեցիք, չթողեցիք ասեմ, որ երբեք ուրեմն մեկ բևեռով կոսմոպոլիտիզմ, աշխարհաքաղաքականություն կամ աշխարհաքաղաքացիություն եւ մեկ կայսերապետության երկրագունդը վերցնելու մեկ բևեռի խնդիր չի լուծվել պատմության ընթացքում ու չի լինի։ Միշտ ստեղծվում է ներսից մի քանի մասերի է բաժանվում, պատմությունը ցույց է տվել Ալեքսանդր Մեծը, Մակեդոնացին, որ Հնդկաստանից մինչև Եվրոպա կայսերապետություններ ստեղծել, նա մի քանի մասերի տողրովեց եւ այլ, հիմքում ազգային էթնոսն է, որ ստեղծում է բուռ կառուցիկ եւ հազարամյակներով գոյատևող
ուրեմն կառավարման, ուրեմն համակարգեր, որին մենք ասում ենք պետություն։ Իրեն համապատասխան ազգային գաղափարախոսության։ Անշուշտ հազարամյակներ առաջ դա կրում էր կրոնական բնույթի, հա, գաղափարախոսությունը կրոնական բնույթի էր, այսինքն Պանթեոնի գերագույն աստվածի անունը հայ էր, մենք կոչում ենք հայ, կամ աշուրներ, ասորիները կոչում են ասորի, նրանք էլ են կայսրապետություն, հայկական կայսրապետության դեմ, խոսքս ուրարտական շրջանի մասին է, միջև դա, միջև հետո եւ այլ։ Ամբողջը ցույց է տալիս, որ գոյությունը ունեցա երկու տեսակի, բայց հիմա մենք ուրիշ խնդիր ենք, չէ՞ լուծում, ինչ է պետությունը։ Պետությունը ինքը կառավարման օպերատոր է։ Ապրանք է վերջի հաշվով, այ ինչպես է հեռախոս։ Օպերատոր է, չէ՞։ Եթե օպերատոր է, ապա ապրանք է։ Եթե ապրանք է, ապա ունի տեր։ Okay։ Հիմա եթե հնագույն շրջանում ստրկատիրական դարաշրջան, ֆեոդալական դարաշրջան եւ այլն, այս ապրանքի տերը, պետության տերը վերջի հաշվով թագավոր եւ բարձրագույն ազնվական խավն էր, որին էր պատկանում ամբողջ լենդը, հողատարածքները, հա։ Նաև վրայի մարդիկ։ Նաև վրայի մարդիկ։ Պատկերացրեք ոչինչ չի փոխվել, հիմա ես կգամ դրան, բայց մեկ օրինակ ասեմ, օրինակի համար վերջին Բագրատունի թագավորը Հովհաննես Սմբատը որոշեց, որ ինքը պետք է գնա աղոթելու, անին ստորագրությամբ ժառանգության տվեց բյուզանդական կայսրին, միջայլոց այդ նայել էր ծագումով, հա, Վասիլ II հայագերը, եւ այդ կայսրությունը փլուզվեց, նրանի հաջորդը Գագիկը ինչ էլ փորձեց, միջազգային իրավունքը այն ժամանակ ասեց, չէ, հեսա թուղթը բարաթ է։ Մի խոսքով դա ու վերջացավ հայկական, ուրեմն Բագրատունների թագավորությունը, թե այնտեղ քանի միլիոն հայ ուզում էին, չէին ուզում մտնել են կայսրության մեջ, դա հեշտ կարևոր չէր, միջազգային իրավունքը այս հեռախոսում է պատկանում, Հովհաննես Սմբատը տվել է, վերջ։ Հիմա, կապիտալիզմի օրոք և իր զարգացման այս բանկային իմպերիալիզմի փուլում, նույնպես այս հեռախոսը ունի տեր։ Հիմա, այս տերը ֆինանսական օլիգարխիատի խմբավորումն է, որոնք ովքեր են տերը, այդ երկրի, ինչպես նախկինում էր, հիմնական հարստությունների, որոնք են դա հանք է, երկաթագիծն է, էներգիայի աղբյուրն է, էլեկտրականությունը, կապի համակարգը, բիզնեսները եւ այլն։ Դրանց ինչպես հողերը այդ երկրի հիմնական հարստությունների հայաբաժինների տերերը ի վերջո, ինչպես մենք տեսնում ենք Եվրոպայում վերջի 400-400 տարի առաջ միացան նահանգներում 200-300 տարվա ընթացքում, սրանք իրար աղջիկ տղատալով, սենց արդեն ձևավորումն է բավական սերտ, Հայաստանում էլ է դա նկատվում, եղած եղած է 30 տարվա մեջ, խումբ է ձևավորում։ Եվ այս խումբը այս հեռախոսի տերն է։ Եթե այս հեռախոսի, այսինքն այդ պետության մեջ արտաքին ներդրումներով սեփականության լուրջ փայաբաժին կա, հիմա Հայաստանի առումով ռուսական կապիտալի եւ սեփականության մասը ահռելի է, Էդգար ջան։ Երկաթուղին, կապի համակարգը, բոլոր կապերի մեծամասնությունը ռուսական ընկերություններ են Հայաստանում։ Ուրեմն հայկական էլեկտրացանցերը, ճիշտ է, նավթը, գազը, հանքերը, մեծ մասը, դրան եթե դուք գումարեք նաև շուկան, Հայաստանում արտադրված բոլոր ապրանքների շուկան հիմնականում գուցե 90%, հա, դա Ռուսաստանի շուկան է, հա։
ապա պարզ կլինի, որ կարճ ասած այս երկրի տերերից մեկը հերակա, նաև ռուսական, ուրեմն Կրեմլի, այսպես ասած, իշխանության տակ է։ Եվ նա իր, այսպես ասած, քաղաքականությունը, իր տեղի էմիսարներով ամեն դեպքում իրականացնում է։ Հիմա մենք նոր հասկացանք, անցանք կլասիկ ձևով քաղաքատնտեսության բոլոր կանոններին, գիտական օրինաչափությունների եւ կանոնների համաձայն այս 10 րոպեում հասկացանք ինչ է պետություն, որ ապրանք է, կառավարման համակարգ է, ուրեմն նաև ապրանք է, ով է նրա տերը։ Եվ այդ տերերը ինչպես են որոշում, ինչ են որոշում։ Հիմա, եթե իհարկե իրենք են որոշում, որովհետև այդ տերերի հիմնական դրամական միջոցները կամ հարստությունները, եթե արևմտյան բանկերում են գտնվում, ապա նշանակում է մեկ կոճակով կարող են սառեցվել։ Եթե ռուսական ընկերությունների մեջ են գտնվում, ապա այդ բաժնետոմսերը միանգամից կարող են ուղղակի ձեռքից առնվել։ Այսինքն փոքրիկ երկրների ճակատագիրն է սա եւ անխելքության արգասիքը նույնիսկ տվյալ երկրի, այսպես ասած, հիմնական հարստությունների տերերը, երբ որ իրենց դրամները այսպես թե այնպես տեղադրել են որևէ օտար կայսրապետական պետությունների բանկերում, ապա նրանք արդեն ենթակայության տակ են։ Դրա համար նրանց կայացրած որոշումները, որպես այդպիսին, անկախ չեն։ Այս էլ երկրորդ հարցը լուծեցինք պատասխանների։ Մենք կամաց-կամաց մոտենում ենք քաղաքականությանը, Այդ ամեն ինչ որ ասեցի, նույն ձևի, կլասիկ ձևով համապատասխանում է այսօր աշխարհի բոլոր երկրներին, մի քիչ մեծ չափսերի, մի քիչ փոքր չափսերի։ Այսօր ամբողջ Միացյալ Նահանգների օրինակը ներից բերեմ, ինչ տարբերություն։ Ուրեմն մի քանի տասնյակի հասնող բանկաօլիգարխիկ խումբը, ընկերությունը, սեփականատերն է Միացյալ Նահանգների, ուրեմն հնայի համախառն ներքին արդյունք ասած, 3/4-ի միլիարդատերեր կան 200, 250 եւ ավելի կամ ասենք թե այդպիսի խմբեր կան, որոնք կոչվում են տրված է դրամը կառավարելու, ինչպես BlackRock-ը կամ Vanguard-ը։ Vanguard, Հա։ 10 տրիլիոն 11 է հիմա ասե BlackRock-ի, կառավարման գումարը։ Համարյա բոլոր խոշոր կամպանիաների մեջ իրանք փայեր ունեն։ Այո, 11 տրիլիոն։ Այսինքն 11 տրիլիոն պատկերացնեք դա ինչ ահավորթիվ է։ Դեք Ամերիկայի հնան 25 տրիլիոն է, չէ՞, ինչ կգիտեմ, մոտարապես այդքան, 24 24 այո, 25-ի մոտերքն է, ես իշքան հիշում եմ։ Եվ դրա փաստորեն մոտ կեսը մեկ կամպանիա տնօրինում։ Իմիջիայլոց դու այդ դրամը երբ որ տալիս ես, այնտեղ մենակ շատ խոշորագույն մարդիկ են իրանց դրամը այնտեղ տնում։ Նաև այդտեղ ստորագրություն կա, որ ինքը 10 տարի կամ 25 տարի իրավունք ունի, կարճ ասած, այնտեղից հանելու, որտեղ նրանք դնում են տարբեր այսպես զամբյուղների մեջ ու շրջանառություն է ստեղծում, ապահովելով երկարատևությունը, ոչ թե շահույթը, շահույթը քիչ է, մի քանի տոկոս է, բայց երկարատևություն։ Բայց վերջի հաշվով BlackRock-ը կամ Vanguard-ը տնտեսաքաղաքական միավորներ են, օդի մեջ ստեղծվեցին կամ ինքը իրանք չեղավ, դա թույլատրվեց։ Հա։ Հիմա այդպիսի դրամներով դու նայեք 1 միլիոնը
կամ 100 միլիոնը, դա փող է։ Հին կլասիկ տնտեսագետներն ասում են, եթե դա ալում է 100 եւ ավելի միլիոն կամ 1 տրիլիոն կամ ավելի, դա արդեն գումար չէ, դա արդեն իշխանություն է։ Սա էլ մյուս դասը կամ օրինաչափություն։ Հիմա եթե դա այդպես է, ապա տվյալ մարդկանց խումբը ստեղծում է նաև մասնավոր գիտահետազոտական մասնագետներ բան կանչում է, ով ասում է, ես ուզում եմ կարմիր գույնը կամ կանաչ գույնը։ Մշակեք ծրագիր եւ ինչպես հասնել։ Հետո մտնում է քաղաքականության մեջ, որ կարծես այդ գործիքը, որը կոչվում է պետություն, չէ, մենք ասենք այս հեռախոսը կառավարման համակարգ, որպեսզի վերցնեն դա կամ արդեն վաղուց վերցրել են։ Եվ նույնիսկ հասա նրան, որ նույնիսկ ամերիկյան սահմանադրությամբ փողը տպել եւ շրջանառության մեջ դնել միայն մասնավոր ընկերությունը իրանք չունի դա անել, բայց միշտ դա եղել է։ 13 թվին է մտել այդ օրենքը։ Նո, դա 4-րդն է։ Սկզբից եղել է Ջորջ Վաշինգտոնից առաջ։ Անգլիական բանկը ամերիկյան փողը խեղդեց, որը պատճառ դարձավ անկախության ոտքի կանգնելու։ Դրանից հետո նորից մտան միաժամանակ հետո կոչվում էր Central Bank կամ First National Bank դրանց։ Հետո First National Bank, հետո նույնը Լինկոլնի ժամանակ հարավին ֆինանսավորում են անգլիական բանկերը կամ թագավորական ազնվական տները, հա, հակադրություն հյուսիսի, հա։ Աբրահամ Լինկոլնը բռնեց փողը, փոխեց, որ այսօր մենք կանաչ գույնը տեսնում ենք, կոչվեց Greenbacks, որի պատճառով էլ կարծես իրան խփեցին, հա, այսպես ասած բանը թատրոնում։ Այսինքն միշտ խոշոր կապիտալը պետություն կոչված կառավարման օբյեկտը այսպես թե այնպես տիրանում է կամ այս խմբի կողմից կամ այն խմբի կողմից։ Հիմա դուք ասեք, իսկ որտեղ է դեմոկրատիան։ Ուրեմն դեմոկրատիա որպես չկա, ինչպես մենք նախկին սովետական մարդիկ ենք պատկերացնում, դա ուղղակի աբսուրդի ոլորտից է, մեկ էլ այն հիմարների, որոնց թվում է, թե արևմտյան դեմոկրատիան ինչ-որ դեմոկրատական հիմքեր ունի, հա, վերևի թփուկներ ունի, բայց ոչ թե հիմքեր, հա, Անժելա Մերկելը կարող է հեծանիվով քշելով գնա գործի գա, բայց Անգելա Մերկելի հետևում կանգնած, որի փապետն է ինքը, այսինքն Տութակն է կամ մյուսը, հետևում կանգնած այդ ահռելի բանկա օլիգարխիկ վարչը միավորը կամ ընտանիքը, այսպես ասած, նրան հստակ ասում ես աչք կեթաս կամ ձախ կգնաս։ Նույնիսկ հեծանիվ քշելուց օրինակի համար, որպես կիսակատակ։ Այնպես որ այդ արտաքին շերտի դեմոկրատականը թող չխաբի երկրի տերը կապիտալիզմի ժամանակ, դա ստվերում կանգնած ֆունդամենտալ դրամի տերերն են, որոնք երկրի հիմնական հարստությունների սեփականատերերն են։ Այսքան բան, եւ նույն ձևի ուրեմն նրանց ուղղություններով։ Հիմա գանք մյուս հարցին, այսքանը ամենից ես կներեք ընդհատեմ, ես վերջերս մի հետաքրքիր նյութ դիտեցի, մարդեր խոսում էր այդ դեմոկրատների ու հանրապետականների միջև այդ տարբերություններից ու ասում էր հին փողը ոնց որ ավելի գնում է դեպի դեմոկրատական կողմ, նոր փողը ավելի հանրապետական նկատի ունի, եթե հին կապիտալի տերերն են, իրանք ուզում են ինչքան հնարավոր է շատ բարձր լինեն հարկերը, որպեսզի նոր ընկերություններ, նոր մարդիկ չմտնեն խաղի մեջ, իսկ հակառակը հանրապետականները հակառակն են, հա։ Նախ եւ առաջ մի քիչ այդ տենց չի, որովհետեւ բանկային կլանները, որոնք Ամերիկան կառավարում են եւ որոնք Ամերիկային նոր մարտահրավերի են կոչում, դրանք նոր չեն։ Այս նոր կոչվածները
ուրեմն բրիտանական կամ լոնդոնյան բանկի շուրջ կառուցված օլիգարխիան է, որը կար միջև ամերիկյան այդ հզոր կապիտալը գոյություն ունենալը։ Դա կար միջև նույնիսկ Ջորջ Վաշինգտոնը հələ չէր ծնվել։ Ուղղակի ուրիշ մակարդակի վրա էր, բայց արդեն քանի որ Բրիտանիան 300 տարվա իմպերիա էր, նա արդեն կարծես այդ փորձառությունը եւ այդ գծերը արդեն, հա, զարգացման գծերը ուներ։ Հիմա եվրոպական ամենահին բանկաօլիգարխիկ կամ դրամի հիմքով ընկերությունները կամ ասեմ կլուբները, կլաբ, ուրեմն ամենահզորներից մեկը ես ասեմ թե որն է, դա կոչվում է կլոր սեղան կամ Rohat եւ Miller գրուպ է կոչվում։ Rohat-ը եւ Miller-ը դրանք հարավաֆրիկյան հանրապետությունում ուրեմն սրանից մոտ 150 տարի առաջ իրանց հորերից սկսած դայմոնդի, ադամանդի հանքերի տերերն են, որոնք բրիտանացի քաղաքացիներ են եւ բրիտանական արքայական թագի հպատակներ ու պատրիոտներ։ Իրանք դրեցին առաջի խնդիրը, որ Բրիտանիան պետք է ստեղծի համաշխարհային գլոբալիզացված մեկ կենտրոն ու ամբողջ աշխարհը պետք է կառավարի մեծ Բրիտանիան։ Ու ստեղծեցին այդ օթյակը, որը կոչվում է կլոր սեղան, եւ եվրոպական բոլոր թագավորական ընտանիքների ներկայացուցիչները ու գերհզոր բանկերը դառան, բանկերի տերերը այդ օթյակի անդամներ։ Այս կլոր սեղանը մի հատ ցնցվեց երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, բայց վերահաստատվեց առաջի ժողովը երկրորդ համաշխարհայինից հետո առաջի ժողովը տեղ ունեցավ Ամստերդամում 1948 թվականին եւ ժողովը անցկացնող հարգելի խոսնակ համակարգողը ուրեմն Հոլանդիայի թագուհի Բեատրիսի հայրն էր, պրինց Բեռնարդը։ Մի խոշորագույն ժողովուրդը նրան չի սիրում, բայց համ ուղիղ աշխատող եւ խոշոր մի խոսքով թագավորական տուն է, հա։ Հիմա եթե մի քիչ էլ ավելի հետեթանք, մի թեթև պատմություն օրինակներ, նայեք դեռևս 1901 թվականին ուրեմն Եվրոպայում խոշորագույն բանկային ընտանիքները, որոնց մեծ մասը հրեական ընտանիքներ են, դիմում գրեցին Վիկտորիա թագուհուն, որ թույլատրություն տա բանկային ընտանիքները ամուսնանան ազնվական, այսինքն թագավորական ընտանիքների հետ ավելի ճիշտ։ Վիկտորիա տատիկին ինչու։ Վիկտորիա տատիկը ուներ 9 հատ աղջիկ, 9-ին էլ փսակել էր 9 monarchների հետ։ Փաստորեն բոլոր եվրոպական թագավորների ուղիղ տատիկներ ինքը։ Այսինքն այնտեղ արդեն իր թոռներն են կառավարում, հասկանում որտեղ 87 տարեկան էր։ Եվ այնտեղ Վիկտորիան ասեց ոչ, Վիկտորիան մի տարի հետո, թե 8 ամիս հետո մահացավ, հաջորդ տարի ժողովը ասեց այո, որ մտածում են այդ բանկային ընտանիքներին նույնիսկ բաները կա, հա, թե ով ոնց է մտածել ինչոց։ Հրեական բանկերը մտածում են իրենց բանկային կապիտալի ժառանգականությունը երկարաձգելու համակարգ գտնել եւ գտան, որ դա ճիշտ է, քանի որ 400 տարի գոյատևել է Եվրոպայում։ Մտեն այնտեղ։ Այս իրանց շահներ։ Նաեւ ներսից իրանք տնեն անեն, ասած ասած։ Իսկ ազնվական տները մտածեցին, եթե սրանց կարճ մենք մեզանից հեռացնենք, նրանք կգնան հեղափոխությունները կֆինանսավորեն եւ բուրբոնների վիճակում կհայտնեն։ Այսինքն ավելի լավ է քաշենք մեր մեջ եւ ձուլենք։ Փաստորեն 1902 թվին այդ օքեյ ստացել են, հիմա 1902 թվից անցել է մոտավորապես 123 տարի։
այդ ընտանիքները 7 սերունդ է, Էդգար, արդեն սրանք իսար իրար հետ են։ Այս քո ասած 5 կլանն է։ Միացյալ Նահանգներում 900 թվականներից սկսեց ահռելի մեծ, հա, արդյունաբերական, հսկայական ուրեմն վերելքը, որտեղ առաջացավ Ռոքվելլերների հզոր ընտանիքը, Դյուպոնների ընտանիքը, այնտեղ Կարնեգիների ընտանիքը եւ այլն, այս հզոր մագնատներ, որոնք իրար դեմ պայքարելուց բացի փորձում էին նաեւ կարծացածա այդ եվրոպական այդ կլոր սեղանի ազդեցությամբ էմիսարների հետ էին, մի մասը դրանց դեմ էին պայքարում եւ այլն, բայց առաջնորդության հետ կապված ասեմ, որ երկրորդ համաշխարհային պատերազմի ֆինանսավորման ուղղությունները նայելով տեսնում ես, որ ամբողջ այդ ընտանիքների հակասությունների, խնդիրների հետ էր կապված եւ ոչ թե էթնոսների պետությունների ազգեր։ Որտեղ նրանք են կառավարում այդ պետությունները, դե Աբրանք է, ոնց բրթեսն հենց կգնա, հա, ասենց ասած։ Եվ վերջի հաշվով երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ որ Եվրոպան ցած ավիրված ոչնչացած էր, Միացյալ Նահանգների գեր հարուստ եւ այդ պատերազմի ժամանակ նաեւ ահռելի հարստացած եւ քաղաքական դիվիդենդ ստացած ուրեմն միլիարդատերի կլանը հաստատեց իր տիրապետությունը եւ ստեղծեց համաշխարհային, այսպես ասած, համակարգ գոյությունի Բրետոն Վուդի պայմանագիրը 1944 թվականին, որտեղ գրված է դոլարը լինում է միջազգային փող, հա, արաբական աշխարհի ամբողջ պրոտեկցիան Բրիտանիայից ասում են Միացյալ Նահանգներին եւ նաեւ Ֆեդերալ ռեզերվի 37%-ը եվրոպական երկրները, հատկապես անգլիական, հա, թողնում են սրանց ու իրանք մաքրվում են։ Այդ առումով արդեն Միացյալ Նահանգները ու քանի որ այնտեղ կար Ստալինյան Սովետ միություն, որ սոցիալիստական լագերով գնացել էր Եվրոպայի խորքերը առաջ, մինչև ասենք Գերմանիայի կեսը վերցրել էր, եվրոպական բոլոր երկրները մտան Ամերիկայի, այսպես ասած, իշխանության տակ, ստեղծվեց ՆԱՏՕ-ն եւ այլն, սոցիալիստական լագերին, դա ահա որ ձեռ էր տալիս այդ կլանին։ Բոլորը սկսում էին ենթարկվել։ Հիմա այն, որ ասում է հին փողերը, նոր փողերը, էշություններ է ասում։ Ով է նոր փող։ Microsoft-ը, այդ դրածո է։ Իլոն Մասկը, ինքը անգլիական դրածո է։ Ինքը հենց հարավային Ամերիկայում կապչասած ծնված լագոդա, որ ամբողջ ֆինանսավորումը ստացել է այդ կլանի կողմից։ Այդ կլանի բանկերն են Morgan Stanley-ին եւ ամենակարևորը Goldman Sachs-ը։ Բոլոր իր պրոյեկտները ֆինանսավորել է Goldman Sachs-ը։ Elon Musk-ի փողը իրանը չի։ Ինքը շատ սիրուն դերասան է։ Կամ Թրամփի եւ այլն։ Սրանք կարճասած հիմնական կապիտալի կառավարիչները, որոնք տալիս են պատվերը, սրանք միշտ են բավական լուրջ մարդիկ են ստվերում են մնում։ Իրանց գործակատարները պետք է կատարեն։ Հիմա այդ հին փող, նոր փող, որ վերցնես, լրիվ հակառակ է։ Կարանք ասենք ամերիկյան հիմնական կապիտալը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ոտքի կանգնած ոչնչացրեց հին կապիտալի բրիտանական բանկաօլիգարխիկ համակարգին, իհարկե նրանց իր ենթարկելով ինքը դրանց իրենց, իրան sense նորից սկսեց բան անել, շարունակել։ Բայց Երբ 2000 ճգնաժամից հետո ամերիկյան, որ էլի սարկած էր, ոչ թե պլանավորած recession, այստեղ այսօր այս երկու բանկային գերհզոր խմբավորումների պայքարն է գնում համաշխարհային տիրապետության համար, որի համար ծառայում են պետությունները, որոնք, ինչպես նոր խոսեցինք, սրանք գործիք են, ապրանք են, հա, որոնց ուղղություն տվողը իր վերնախավն է, տակի խեղճ ու կրակ ժողովուրդը մաքսիմում լավ 3%, 5% ազդեցություն ունենա, բայց ոչ ավելի։ Նույնիսկ հեղափոխությունները, Էդգար ջան, ի վերջո,
Ես ասացի, չէ, ֆինանսավորվում են դրսից, ըստ օրինաչափության, գոնե մեծ մասը, 90%-ը, հա, այս կամ այն երկրում։ Հիմա, ես սենց ընթացիկ և թռուցիկ ձևով նկարագրեցի, թե ինչպես է աշխարհը աշխատում, որպեսզի մենք հիմա մոտենանք, թե ինչ է ազգային պետություն, Հայաստանի համար արդյոք ինչքան անհրաժեշտ է ազգային պետություն ունենալը, այս հարցերի հետ կապված, որպեսզի դիտողի համար ուրեմն պարզություն լինի և մութ անկյուններ չմնան, այսպես ասած, ինձ թվում է անհրաժեշտություն էր այս նախերգանքը կամ ասենք այս առաջաբանը ասելը, որը բոլորը հիմնված է քաղաքտնտեսության և պատմության օրինաչափությունների հիմքով է։ Այս ինչ-որ ասում։ Նախքան շարունակենք, ես ուզում եմ մի հատ դուք օրինակի տեսքով մի հատ ասեք, թե օրինակ հիմա կամ անցած 100-200 տարվա մեջ էլ թեկուզ եթե օրինակներ կան, որոնք են եղել ազգային պետություն։ Հասինո։ Ճապոնյան ազգային պետություն է, թե չէ, կամ լրիվ անգլիան ազգային պետություն է, թե չէ։ Ով։ Անգլիան հիմա։ Ինքը մինչև հիմա հələ կայսրապետություն է, վերջի հաշվով, որովհետև այսօր Կանադայում փողը Անգլիայի հետ հագու դեմքով է, Ավստրալիայում նույնը, Նոր Զելանդիայում նույնը, նա իմպերիա է վերջի հաշվով հələ մնաց է, այսպես ասած, բայց նա բավական ազգային է և ազգային է, բավական ինչու բավական, որովհետև ինքը կայսրապետություն է, ինքը չի կարող միայն ազգային հրել առաջ, որովհետև այնտեղ իր ենթակայության տակ բազմաթիվ էթնոսներ կան, որոնք դրանից կնեղանան, այսպես ասած, պետք է հավասարության բան տալ, հա։ Հիմա օրինակ բայց դուք ասեցիք, որ հիմնականում կարևոր է կապիտալը ում ձեռում է գտնվում, կապիտալի հրեական ընտանիքները։ Այդ կապիտալը պետք է շատ մեծ սխալներ չանի, որպեսզի տեղի ժողովրդին հասցնի այն վիճակի, որ ոտի կանգնեն։ Այդ նույնը անգլիական, բրիտանական իմպերիան արեց Ամերիկայում, ոտի կանգնեցին, ռադ արեցին դրանց, այդ հուլիսի 4 անկախություն եւ այլ։ Այդ նույնը Ֆրանսիայում այնքան համը հանեցին, որ 5 հատ հեղափոխություն եղավ։ Սխալներ միշտ կան, սիրուն գլատկի, հա, բան չի գնում, միշտ էլ այդ հակասություններ, ընդհանրություններ, սխալների, այն օրը մենք իմ մոտիկ ընկերոջ Արմեն Դավթյանի հետ էինք խոսում, ասում, ախր դուք Ամերիկան մի քիչ ուրիշ ձև եք պատկերացնում, հասկանում եք, այդ արդեն բյուրոկրատիայից արդեն քարացել է, քառակուսի դեբիլներ շատ են ընդեղ նստած, ու լիքը սխալներ են անում, լիքը, ասում ոնց, ասում հələ մեծ զուգահեռ բան արա, այն ժամանակ որցը մեկը ասեր Սովետ Միությունը կքանդվի ներսից, սկսենք ծիծաղել վրան, բայց եկել էր արդեն մի նենց կուրիոզի էր հասել, որ և հանրապետություններում վերնախավերը բթացած կարծրատիպերով ապուշ ծերուկներ էին նստած և նաև Կրեմլում, ասում հիմա երբ որ նայում ես Բայդենին, դա քեզ Բրեժնևը չի հիշեցնում ամերիկյան տարբերակով, եթե նայում ես Թրամփին, դա քեզ Գորբաչովին չի հիշեցնում, որ ամբողջ երկիրը սոցիալիստական և սովետական երկիրը քանդեց, հասկանում եք, յուրաքանչյուր զարգացում գալիս է իր ինչ-որ մի փուլում, որտեղ արդեն այս բյուրոկրատիան այնքան է լպշացել, լոճացել, այնքան սխալներ է թույլ տալի, որ քանդվում է ներսից, սա կա, միշտ կա, հիմա ազգային պետություն այսօր կա, իհարկե կա, ինչի մենակ Ճապոնիան, իր ամբողջ կախվածությամբ Միացյալ Նահանգներից և դոլարից, նա, այո, ազգային պետություն է, որովհետև տեղի կապիտալը ազգային մշակույթի և տնտեսության ազգայնացման հետ կապված, ոչ թե պետականացման ազգային, այդ իմաստով չէ։
Նույնիսկ աշխատանքը դրեցին ազգային մշակույթի հիմքով։ 8 ժամ աշխատում ենք մենք մեր համար, 4 ժամ աշխատում ենք եւ արտադրության տերը եւ յուրաքանչյուր բան որ աշխատում ենք հանուն Ճապոնիայի վերականգնումը։ Տնտեսական հրաշք տես տեր ունեցա։ Բացի այն որ Ամերիկան տվեց տեխնոլոգիաներ, բացեց իր շուկաները եւ այլն, բայց նաեւ դա շատ կարեւոր հանգամանք է։ Բայց նաեւ ազգային պետությունները Շվեդիան, Նորվեգիան այստեղ վերնախավը հասավ այն բարձրագույն արժեքի մտքով, որ հողը, ջուրը, բնական հարստությունները բոլորը հայտարարեց ժողովրդի սեփականություն։ Հետաքրքիր է, չէ՞։ Հայտարարելու մնա մեր մոտ են հայտարարել։ Նա, ոչ հասկացիր։ Չէ, ուզում եմ ասեմ հայտարարելը քիչ է, պիտի համել պահեն։ Գործով ապացուցել կա, օրինակի համար 1963 թվականում Նորվեգիայում ստեղծվեց համաժողովրդական հիմնադրամ։ Նորվեգիայում հայտնաբերվեց շատ մեծ քանակի նավթ։ Ամբողջ նավթի շահույթը, ուրեմն ռոյալթին պատկանում է յուրաքանչյուր մարդու նոր ծնված երեխան արդեն բանկում ստանում է իր տոկոսները ռոյալթի։ Կարող է դիմել վերցնել։ Այսօր յուրաքանչյուր քաղաքացի եթե բաժանես 2 միլիոն 200,000 դոլար փող կարա ստանա Նորվեգիայում։ Ամեն մեկը այդքան գումար է հավաքվել դեռ մոտ մի քանի միլիարդ։ Հիմա մի քանի միլիարդ չէ, նույնիսկ շատ տասնյակ միլիարդ։ Կոնկրետ թիվը հիմա չեմ հիշում, բայց կարծեմ այդ գրքի մեջ կա այդ թվերը։ Հիմա նայում ենք տեսնում ենք, որ նույնիսկ արաբական մի շարք երկրներում Էդգար ջան, այս թագավորական վերնախավը արդեն իր բոլոր հաճույքները ստանալուց հետո կրթությամբ զարգանալով հասկանում է, լավ, ինձանից հետո մի բան չթողեմ ու ամբողջ այդ հարստությունները ժողովրդականացրեց եւ յուրաքանչյուր մարդ այդ նավթի բաժնետերի մասա թղթով եւ հենց հնչյուն դրամով ստանում է այդ ընտանիքը այնտեղ։ Այդքանը գիտես, այդ նույն համակարգը։ Այդ օրինակ որ երկրում է այդ։ Օրինակ Կատարում։ Ավելի փոքր է։ Սաուդյան Արաբիայում էլ կարծում Սաուդյան Արաբիայում տվեց։ Այնտեղ դու չես կարող դրսից գնալ բիզնես դնել, դու դե բնակիչ ես, ամեն ինչ ունես։ Դու որպեսզի արտասահմանցի գնա այնտեղ բիզնես դնի, պետքա տեղա բնակիչի մեկի անունով լինի, նրա հետ ինչ որ ավելի 51% դու պարտներ ունես եւ այլն։ Եվ մենակ այդ մի քանի հատ պետություն չեն, 2-3 հատ կան, որ հասել են այդ գիտակցության եւ այդ իշխանությունը տրվել է վերևից։ Նույնը վերաբերվում է հենց նույն Նորվեգիային, նույնը վերաբերվում է ամերիկյան Ալյասկային։ 1963 թվի այդ հիմնադրամ հարստությունների սեփականատերի լրիվ ազգային պետություն է Նորվեգիան։ Նույնը Շվեդիայի մասին կարելի ասել, նույնը Ֆինլանդիայի։ Այդ հիմնադրամները այնտեղ աշխատում են։ Ուղղակի 63 թվին առաջին իրանք դրեցին։ Նույնը գնաց Միացյալ Նահանգներ եւ 1974 թվականին Ալյասկայի բնակչությունը որոշում կայացրեց ամբողջ բոլորը, որ Ալյասկայի հարստությունը պատկանում է յուրաքանչյուր անձի եւ յուրաքանչյուր անձ ծնված օրվանից դրա դիվիդենդները ստանում է, նախինքն բաժնեմասի տերը եւ ստանում է բանկում իր անունով իր հաշվեհամարին։ Եվ Ալյասկայի հիմնադրամ հասկացությունը կա, կարող ես Google անել, խփել ու տեսնել։ Առաջ նավթի վրա էր, իսկ հիմա բոլոր միներալների վրա դրած է 25% ռոյալտի։ Այսինքն British Petroleum-ը գալիս այդ նավթը հանում է, արտահանում է, բայց 25%-ը, քանի որ սեփականատերն է, կգնա այդ հիմնադրամին։
տալիս է այդ հիմնադրամին, ոնց որ դու տան սեփականատերն ես, դու վարձով տալիս ես, հա, ասենք թե խաչիկը վրան հյուրանոց է սարքում, բայց քեզ այդ հողի համար, որից դու իրանից ես, ինքը քո վարձակալն է, տերը դու ես, հա, կամ հողի տակի եղած է նույնպես այդ ժողովրդի սեփականությունն է եւ բաժանված ըստ շնչի հավասարաչափ եւ ղեկավարվում է եւ շրջաններում տեղերում իրանց ընտրությամբ հոգեբարձուների խորհուրդներով, հա, եւ նրանցից է առաջանում է այդ վերնա գլխամասային, այսպես ասած, հա, կառավարման համակարգը։ Հիմա, եթե պետության, նայեք մենք թեման ազգային պետություններ, եթե ազգային պետության հիմնական հարստությունները չի պատկանում այդ ժողովրդին, ապա ազգային պետության մասին կարող ենք չխոսել։ Դա լինում է զուտ գաղափարախոսություն, որը չունի հենարան, տնտեսաքաղաքական, կացութաձևային հենարան։ Եթե դա եղավ, կդնես ազգային պետություն։ Հիմա դուք բերեցիք Ճապոնիայի օրինակը։ Մեծահարուստից սկսած մինչև վերջի աշխատողը, նոր ասեցի, չէ, իրենց աշխատանքային 8 ժամից բացի 4 ժամ աշխատում են հանուն Ճապոնիայի։ Ճապոնական հիմնադրամ կա, ուրիշ անունով է կոչվում, բայց կա։ Երկրի զարգացման եւ այլ խնդիրներով։ Եվ բոլոր մի մարդու նման հանակման չի, 100 միլիոնից ժողովրդա չէ, սրբությամբ պահում է։ Այսինքն կոռուպցիա բանման պես բաներ այդտեղ չկա, որովհետև ամբողջ կառավարման համակարգն հենց է, որ ուզենաս չես կարող հասկանում ես կոռումպացնես կամ եւ այլ, դա հնարավոր չի։ Հիմա ասածս այն է, որ կացութաձևն է որոշում գաղափարախոսությունը եւ ազգային պետությունը ինչ է։ Նախ դա նշանակում է տնտեսապես անկախ լինել։ Դա նշանակում է, որ եթե Հայաստանի օրինակը չասեն, որ անուններ չտամ, սա ընկնեն դրա վրա, կլինի Պողոսը, Պետրոսը, Մարտիրոսը, կարևոր չի, Վրաստանի օրինակը, էլ արդեն, եթե տենց սիստեմը դրած է, ընդ Իվանիշվիլի, Մախաշվիլի, չգիտեմ, Սաակաշվիլի, Գլխկոնձի էլ տան, խնդիր չեն կարա լուծեն։ Դրանց գումարը, փողը, դրած լինի այս բանկում, այն բանկում, սառացնես, չսառացնես, այդ հիմնական հարստությունների տերը այդ մարդիկ են։ Եվ իրանք են որոշում իրանց տնտեսական, որ եղավ արդեն ամբողջ երկրի, հա, տնտեսական շահեր, չէ, եւ քաղաքական շահեր։ Եթե տնտեսական շահերն, դե քաղաքական շահերն են։ Աճ գնա, ձախ գնա, թե ոնց։ Եվ անշուշտ վարձում են կամ բերում են ամենատաղանդավոր մարդկանց, ստեղծում են ինստիտուցիոնալ, քաղաքական, տնտեսական, գիտական, որոնք մշակում են զարգացման ուղիները, այդ ճանապարհները անցնելու ամենակարճ տարածքները եւ այդ շահերով սկսում է առաջանալ։ Ահա դες ազգային պետության մոդելը։ Դուք հարցրեցիք կա, ասում եմ այո կա։ Կա Իսլանդիան։ Իսլանդիան մի հատ բացառիկ ֆանտաստիկ։ Դուք պատկերացնում եք, որ ամբողջ բնակչությունը 3000 հոդվածից է բաղկացած իրանց սահմանադրությունը։ Մի 25 տարի առաջ են գրել։ Բոլոր բանկերներին ամերիկյան, անգլիական հանին ռադարեցին, 2008-ից հետո թարմացրեցին։ Հա, այդ նկատի ունեմ, ինչ անց է, հա, չէ։ Հա, մի քիչ։ Հա։ Իրանց ձեռով սկսեցին սահմանադրությունը գրել 3000 մի քանի 3000-ից ավել հոդվածներով եւ այլն։ Հիմա սիրուն կազմակերպված ամեն ինչը չափի, ձևի, բոլորի շահերից բխող եւ բոլորը գոհ են։ Հա, այդ ազգային պետություն է։ Իհարկե ազգային պետություն։ Չի մասն ենք խոսում։ Ուզում եմ ասեմ օրինակները շատ կան եւ
մենք եկանք հասանք արդեն այնտեղ, որտեղ ազգային պետություն դա նշանակում է ոչ թե սոցիալիստական համակարգ, որ ամեն ինչ մեռած է։ Սոցիալիստական համակարգում տարբերությունը էլ ասեմ, որ իմանաք, կոչվում էր, որ հարստությունը ժողովրդական է, իսկ ժողովուրդը դա պետությունն է, բայց ի վերջո դրանից շահում էր պետության վերևում նստած վարչա չինովնիկը։ Ստեղ տենց չի։ Ստեղ ոչ թե անունն է դրվում ժողովրդական, այլ կարծես ստեղ կարծես հյուրանոց կա, տակական հանք կա, այս հանքի այսքան տոկոսի նախբեջոն։ Քոննա, բոլորս հավասար $1 փող ենք ստանում այդ հանքի շահագործումից։ Գնա ու դες իրա տոկոսն էլ հետը բարձանալով, ուղիղ մեր բանկի հաշվեհամարին է գնում։ Նոր երեխան ծնվավ իրանն էլ է։ Հա? Սա լրիվ ուրիշ մոդել է եւ սա ժամանակակից ամենավերջին մոդելն է կապիտալիզմի կամ բանկային իմպերիալիզմի այս մեր էպոխայում, հա, 70-ական թվական 63 թվից այդ արտահայտվեց եւ նայեք կողքի Պարսկաստանում այդ հիմնադրամը դրված է։ Բոլոր տեսաբանները հիմնադրամի համաշխարհային արևմտյան տեսաբանները ասում են լավագույն տարբերակներից մեկը Պարսկաստանի տարբերակն է։ Ուրեմն նավթի շահագործումից առաջացած դրամի 50%-ը գնում է ռազմական եւ պետության զարգացման համար։ Մնացած 50%-ը յուրաքանչյուր ընտանիքի գլխին կանգնած մարդու ըստ շնչի նրան տրվում է կամ գումարի տեսքով կամ ձրի բենզինի կտրոնով։ Պարսկաստանում կողքի։ Դա է շահի ժամանակ է արվել։ No, 2008 թվականից։ Հետո 2008 թվին այդ Մեհմեդիջադը ինչ էր դրա Ահմադինեջադի, հա։ Դրա օրոք այդ հիմնադրամը դրվեց այնտեղ ու մինչև հիմա գործում։ Ուզում եմ ասեմ, ու ինքը ունի իր փուլային զարգացումը, իր բան եւ այլն։ Եվ գաղափարախոսությունը, ազգային պետությունը պետք է ունենա իր գաղափարախոսությունը, ազգային գաղափարախոսություն։ Ազգային գաղափարախոսությունը ազգային էթնոսի եւ ազգային պետության, քանի որ այդ պետության ծանրակշիռ մեծամասնությունը այսինչ էթնոսինն է, հա, ուրեմն դրան շահերից բխող գաղափարախոսությունն է։ Ինչպես մեր առաջի ավանակ նախագահան ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է, հա, հռչակել է, չի կարող կեղծ, դա բնական process է։ Եթե այն պետությունը, որը մեծամասամբ, ճշով մեծամասնությամբ մեկ էթնոսից է բաղկացած եւ ունի իր շահերը, հա, ապա շուտ պետք է արտահայտի այդ ազգային պետության եւ այդ ազգային էթնոսի շահերը, որի գաղափարախոսությունը կլինի այդ շահերի պահպանումը, ուրեմն մշակված, հնից նույնիսկ եկած, ադապտացված ավանդությունները եւ այլն։ Այսը կլինի կարծես ազգային պետության գաղափարախոսություն։ Ազգային պետության կամ ազգային գաղափարախոսությունը մեկ ազգի գերապատվության քարոզը չէ մյուսի նկատմամբ։ Սա արդեն ուրիշ բան է, սա ազգային չի, սա կոչվում է ֆաշիզմ կամ ռասիզմ։ Իմ ռասան կոզից բարձր է։ Բնության մեջ նայեք, եւ ես եւ դուք Էդգար ջան չենք կարող բասկետբոլի մեջ թռիչ բարձրություն ռեկորդ սահմանենք, որովհետեւ մենք սևական չենք։ Բնությունը այդ իրանց է տվել։ Կամ երաշտական այդ հնչյունները ոնց ընկալես ու արտաբերես։ Բայց մեզ էլ տվել է քվանտային ֆիզիկա, տեխնոլոգիաները, IT ոլորտում էս ատը։ Այսինքն բնությունը յուրաքանչյուրին տալիս է իր հետաքրքիր առանձնահատկությունը, իր գենետիկական ինքնատիպության եւ տարբերության համու հոտն ու առանձնահատկությունը։ Հա? Եվ դա չի նշանակում մեկս բարձր ենք մյուսից, ամեն մեկը
Հիմա օրինակ համար մի հատ բասկետբոլից, հա, որպես թռիչք բարձրություն քեզնից բարձր է, բայց չի նշանակում, որ ընդհանուր առումով քեզնից բարձր տղա է։ Չէ։ Կամ քո մաթեմատիկան շատ ավելի բարձր է, բայց ինքը կարող է շատ լավ մարդ է, չի նշանակում, որ դու իրանից բարձր ես։ Այսինքն ազգային գաղափարախոսությունը կամ գաղափարաբանությունը դա մեկ ազգի կամ մեկ ռասայի գերապատվության քարոզը չի մյուսի նկատմամբ։ Դա նայեք, Աստված բնությունը ատոմ, մոլորակ, բան, ստեղից սկսած մինչև մեգագալակտիկներ, էլ չեմ ասում ամբողջ կենդանական աշխարհը մարդն հետ է։ Բազմազանության Աստված աշխատում է բազմազան տեսակների համադրությամբ եւ այդ ընդհանուր սիմֆոնիայով, որտեղ յուրաքանչյուր տեսակ իր հետաքրքիր հնչյունը կամ գույնն է բերում այդ մեծ կտավի կամ սիմֆոնիայի մեջ։ Ուղղակի ազգայինն է, որ պահում է իր տեսակի հնչյունը, որտեղ դա բացառիկ ու հետաքրքիր է, եթե պահում ես, եթե չես պահում, դու վերանում ես։ Եվ դա անհրաժեշտ է այդ մեծ համամարտկային սիմֆոնիայի մեջ։ Ահա թե ինչ է ազգային գաղափարախոսությունը, դա քո տեսակի ինքնատիպությունը պահպանել եւ զարգացնելու խնդիրն է, եւ ոչ թե մի ազգի գերապատվության քարոզը մյուսի նկատմամբ։ Այս այստեղ ճիշտ եք։ Ուրիշ հարցեր։ Ես նաև ուզում եի անդրադառնանք նրան, թե ինչքանով է կրոնը ինչքանով դերակատարություն ունի տվյալ ազգի ազգային զարգացման, ազգային գաղափարախոսության ամրապնդման մեջ։ Այսինքն, եթե վերցնում ենք մենք խոսքով ասում ենք, որ տվյալ պետությունը կամ տվյալ ազգը որդեգրել է ազգային գաղափարախոսություն, բայց մենք նայում ենք դրա կրոնը կոսմոպոլիտ ինչ-որ մի կրոն է, գալիս է նույնը, ինչ-որ դուք նոր մի ժամ բացատրում եք, որ դրա հիմքը չկա, որ ասենք ազգային պետություն է։ Նույնը կրոնի, դա դուք կապիտալի վրա եք բացատրում, ես էլ հիմա ասում եմ, դա ամեն ինչը փոխադրենք կրոնի վրա։ Հիմա կրոնը նույնպես գաղափարախոսություն է։ Կրոնը նույնպես ունի երկու բաժան։ Կա ազգային կրոն եւ կա կոսմոպոլիտ կրոն։ Ազգային պետությունները ստեղծում են ազգային կրոններ։ Կայսրապետությունները ստեղծում են կոսմոպոլիտ կրոններ, որը նույնպես գաղափարախոսություն է եւ պաշտպանում է տիրողների շահերը ի վերջո։ Դրա համար է ստեղծված։ Հիմա նայեք, երբ որ ուրեմն մեր թվարկությունից առաջ 6-րդ դարում գրվեց զրադաշտականությունը եւ Պարսկաստանում ընդունվեց որպես կրոն։ Այդ կրոնի մեջ հայոց գլխավոր աստվածները Մհերը, Անահիտը կոչված էին չար դրուժներ, չար հոգիներ, պիղծ հոգիներ, 200 տարի։ 4-րդ դար մեր թվարկությունից առաջ, 200 տարի հետո, Հայաստանը արդեն Պարսկաստանի տիրապետության տակ էր, էլի պետական բանը պահում էր, բայց նրա տակ էր։ Հիմա, այդպիսի ահռելի երկիր, թեկուզ ենթակա, հա, նրանց դժգոհ չես կարա պահես գաղափարախոսական հենքի վրա, որը նաև նշանակում է կրոնական հենքի վրա, հա։ Եվ թագավորի հրամանով այդ նույն զրադաշտականության գրքի մեջ ավելացվեցին նոր գասաներ, որտեղ Միհրը եւ Անահիտը ստացան բարձրագույն աստվածների դաս, դες բարձր դաս, Արամազդը չի, Ահուրամազդան չի, բանը չի, բայց մի քայլ ներքև Անահիտը ու Միհրը ստացան աստվածների ստատուս։ Ինչու համար, պետք է բավարարես, այլապես հեղափոխության քո դեմ դուրս կգա եւ գաղափարախոսություն փել կրոնական մի որոշակի ճուղ կսարքի քո դեմ, ով որ այդ երկրի հիմնական հարստությունների տերն է, այդ նախարարությունները այդ երկրի այդ ժամանակ։ Հայ նախարարները, որոնց սեփականության հետ կապված խնդիրներ, չէ, իրանք են։ Որպեսզի դա չլինի, գաղափարախոսությունը սարքեց ճկուն։ Հիմա քրիստոնեությունը, իսլամը եւ բուդդիզմը ավելի ճկուն եղան։
Եթե 5 կրոններում, ազգային կրոնում նայեք, 3 ֆազի վրա է կանգնած։ Եթե վերևից գա, մարդը եւ իր մարդն է, իր ընտանիք եւ ազգ եւ Աստված։ 3 ֆազի վրա է կանգնած։ Դու բոլորին պետք է բավարարություն տաս, հա։ Մարդը մարդուն, մարդը իր ընտանիքին եւ ազգի պարտականությունը իր ապրած կյանքի վարկագծով եւ գործունեությամբ եւ Աստծուն, աղոթքներ եւ այլն։ Հիմա այս 3 ֆազից քրիստոնեությունը այս մեկը ծալեց, որովհետեւ ինքը հունա-հռոմեական կայսերապետության գլխավոր կրոնը դառավ, որը իր մեջ մի 20-30 հատ ազգային էթնոսներ ուներ։ Ինչ արվեց։ Նոր կտակարանում մի հատ հետաքրքիր բան կա, բերում ասում է Հրյան, բերում ասում է, հիմա մենք հարկ տանք սրան, թե չէ։ Կայսերին նկատի ունեն։ Հա? Կայսերին նկատի ունեն։ Ասում է, ինչ է դրամի բերեն։ Իրա գլուխն է։ Եսուսը ասում է, կայսրի գլուխն է դաջած։ Ասում է, դե ուրեմն կայսրին տվեք, Աստծուն էլ Աստծուն։ Այսինքն հանգիստ դիզները կախած նալոգը վճարեք, ընդել աղոթեք։ Հասկացա՞ր ինչ է կատարում։ Այս երկրորդ ֆազը ծալեցինք։ Երկու ոտի վրա մնաց, հասկանում ես, երկու, հա, որ դա կոսմոպոլիտ կրոնն է, որը գաղափարախոսություն է։ Ազգային պետության մեջ ոչ, Պանթեոնի գերագույն աստվածը Աշուրն էր, Ասորեստանում, Հայան էր Հայաստանում, եւ այդպես դա շարունակ։ Հա, նրանք ազգային պետություններ են, կայսերապետության առումով դա շատ վտանգավոր է, որտեղ այն մյուս ժողովուրդները կմիանան քո դեմ դուրս կգան։ Որպեսզի չանես, նրանց պետքա բավարարություն տաս։ Ուրեմն դու ստեղծում ես կոսմոպոլիտ կրոնական գաղափարախոսություն։ Կրոնը նույնպես գաղափարախոսություն է։ Եվ նույնպես քաղաքական, ուրեմն կարևոր պարամետր է։ Հա, հիմա այս բան Արմին, այս պատմական էքսկուրսը կատարելուց հետո եկեք մոտենանք մեր օրերին եւ խոսենք արդիական Հայաստանի վերաբերյալ, որտեղից պետք է սկսել այդ ամեն ինչը, հաշվի առնելով, որ օրինակ շատ գրողներ նաեւ մեր Աճեմօղլուն, եթե նկատել եք, խոսում են այն բանի մասին, որ տվյալ պետության մեջ ինչքան լայն է որոշողների, քաղաքական որոշողների եւ տնտեսական որոշողների բազան, այդքան ամուր են լինում այդ պետության մեջ ինստիտուտները եւ ըստ այդմ այդքան տևական է լինում տվյալ պետության զարգացման ուղու հիմքերը, այսինքն ամուր են լինում։ Հիմա դա հաշվի առնելով ըստ ձեզ Հայաստանում որտեղից պետք է սկսել, որպեսզի գանք նրան, որ այդ պետական ազգային հարստությունը իսկապես դառնա ազգային։ Ձեր հարցին օրինակներով պատասխանեմ, նայեք, Կարնեգին, որը ամենախոշոր մագնատներից մեկն էր Միացյալ Նահանգներում, շատ կարճ ժամանակում 3-4 հոգուց մեկն էր։ Ռոքֆելլերներ, Մորգաններ, Կարնեգին, հա, եւ այլն։ Կյանքի երկրորդ փուլում իր հարստությունների 3/4-ը ինքը ստեղծեց համալսարաններ, կրթօջախներ, գրեց հասարակության բավարարվածության յուրաքանչյուր մարդու զարգացման եւ երջանիկ լինելու հետ կապված գրքերի հեղինակ է։ Քանի որ ինքը ի սկզբանե շատ զարգացած մարդ էր, հա, բայց կյանքի երկրորդ կեսում նա արդեն ուրիշ էպոխայի մեջ մտավ։ Գամ հիմա հենց նույն Նորվեգիայում թագավորական ընտանիքի որոշումը այնպես չի, որ տակից հասան, հա, հեղափոխությունների ու ապստամբությունների կամ գործադուլներով հասանը դրան։ Իհարկե դա միշտ կար, այնտեղ պատմականորեն ստեղծվեց Եռակողմ համաձայնությունների կոմիտե,
բան որ այդ արհմիությունների եւ տերերի մեջ մյուս, բայց ի վերջո դա վերևից կայացած որոշում էր, որից օգտվեցին ոչ միայն ներքևում, որից շատ օգտվեցին նաև վերևում։ Բայց օրինակ Անգլիայում Անգլիան պայքար է եղել։ Նորվեգիայում չգիտեմ, բայց Անգլիայում Անգլիան համենայնիվ Անգլիան շատ փաղոցվանից որդեգրել է կոսմոպոլիտ պետության քաղաքականությունը, մենք խոսում ենք ազգային պետությունների մասին, ճիշտ է։ Այնտեղ մտնենք, այնտեղ ուրիշ բան է, այնտեղ ազգային հետ կապ չունի։ Այնտեղ դրամը ընդհանրապես փողը, նա ազգություն չի ճանաչում։ Բայց դուք ասացիք, որ Անգլիան էլ է մտնում ազգային պետությունների մեջ։ Ես բան չեմ ասել։ Ուրեմն սխալ եմ հասկացել։ Չէ։ Անգլիան ազգային քաղաքականություն վարում է, բայց ինքը կայսրապետություն է եւ դա չի ընդգծվում։ Եվ փաստորեն իրանց ազգային գաղափարախոսությունը ինչքան էլ ազգային լինի, դարել է կոսմոպոլիտ։ Ու վարի է գնացել, այնտեղ չկա ազգային գաղափարախոսություն։ Նույնիսկ լոնդոնյան ամենախոշոր մասոնական օթյակի այդ գետնի վրա վիդեոներով կարող եք տեսնել, գրած է The White Man Supremacy, նույնը Scottish Road-ում է գրած, ամենաբարձր մասոնական լոժանը։ Սպիտակ մարդու գերակայություն, ոչ թե անգլիացու։ Շոտլանդացին, իռլանդացին, որ մեկան անգլիացին, Անգլիան չունի այդ ազգայինի, Բրիտանիան չունի այդ ազգայինի մոմենտը, հասկանում ես։ Ինքը ի սկզբանե եղել է տարբեր մի 3-4 ժողովուրդների հավաքականություն, հետո կղզիներից սկսել է գաղութներով տարածվել մեծ արմադայի բանի պատճառով, в общем, համաշխարհային տիրապետության կամ կայսրապետության Հնդկաստանը գաղութ հասնել մյուս եւ այլ Նոր Զելանդիական կղզիներ, մյուսներ, այս ես չեմ ասել, որ Անգլիան ազգային է, ազգային տար մեջը ունեցել է, բայց նա նույնիսկ իրանց ազգային գաղափարախոսությունը չի կարողացել դիմանա, ինքը փոխվել է, դարել է աշխարհաքաղաքական, կայսրապետական գաղափարախոսություն, նրա այդ 100 տարի առաջ է գրված եղել այդ հատակի վրա մարմարից այդ հավաքած, The White Man Supremacy, չի գրած The British կամ Briton Man Supremacy or English Man Supremacy կամ Իռլանդացին պետք է ասել ստոպ արա, ուրեմն ասես են, այն մյուսս են դուս են գալիս, բան։ Նամար իրանք ազգային չեն։ Հիմա կրոններն էլ այսօր կոսմոպոլիտ կրոնները այս կամ այն համաշխարհային բանկաօլիգարխիկ ուրեմն եւ պետությունների, լծակների ներքո աշխատում են այդ ուղղությամբ։ Հռոմի Պապը այսօր չի դուրս գալիս ասի, ոնց որ 10-րդ դարում, Հռոմի Պապը գրեց հրե ազգը անիծված է, որովհետեւ Հիսուսին խաչել է։ Այդ կոնդակը միջև 11-րդ դար, միջև վերջերս կար, հանել տվեցին։ Սիրուն հանեցին, որովհետեւ Վատիկանի բանկներ խնդիրի առարկա, փլուզման եզրներ կանգնած, մյուս այս խնդիրներ, այսինքն կամ ասենք Հիտլերի ժամանակ Վատիկանը սկսեց պաշտպանել Ադոլֆ Հիտլերին, չէ՞։ Մուսոլինին, չէ՞ որ նույն դաշնակից էր եւ այլն։ Այս մոմենտներ կա, այսինքն կրոնա գաղափարախոսությունը միշտ եթե կոսմոպոլիտ է կայսրապետության կայսրապետական կրոն է, կոսմոպոլիտ կրոն է, ինչպես քրիստոնեությունը, իսլամը, բուդդիզմը եւ այլն, ապա սրանք ծառայում են կոսմոպոլիտ տնտեսավ քաղաքական ուժերին։ Այդքան բան, որից իրանց գաղափարախոսության մեջ ինտերպրետացիաներ առաջանում։ Մուհամեդը սենց ասե, որ սենց հասկանանք, չէ, ախպեր հստակ գրած է սենց մի բան, դա իմ վախտը։ Հիմա այսօրվա ինտերպրետացիա բռնում են շախմատի ձիու նման շուռ են տալի, կամ ռակիրովկա են անում, ասում են սենց ասե, մենք լավ չենք հասկացել մինչև հիմա, այ հիմա հասկանան։ Այս սրանք լրիվ ուրիշ բան է, այս նշանակում է գաղափարախոսությունը տվյալ իրավիճակում ինտերպրետացիա հարմարացնես քեզ։ Այսքան բան։
Հիմա եթե հետ գանք Նորվեգիայից, դուք Նորվեգիայի մասին խոսացիք, ես մի քիչ շեղեցի այդ Անգլիայի թեմայով։ Հիմա եթե հետ գանք Նորվեգիայի մոդելին, շարունակեք։ Նորվեգական մոդելի հայկական տարբերակը այդ գրքի մեջ դրված է, այսինքն մեր սահմանադրության անկախության հռչակագիրը կա պրեամբուլան, որտեղ գրված է հողը, ջուրը, օդը, բնական հարստությունները եւ ամեն ինչ ժողովրդի սեփականությունն է, ոչ թե գրած է ժողովրդական, այլ գրված է ժողովրդի։ Այդ շատ տարբեր բաներ են։ Այդ նշանակում է, որ եթե ժողովրդինն է, ապա մենք ենք այդ ամեն ինչի տերը ու դա պետքա իրականացվի, ոչ թե թղթի վրա մնա, որ ես Էդգարը Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կամ ստեղծված քաղաքացիները նայած օրենքը ոնց ինտերպրետացիա կարվի, ուրեմն այդ սեփականության տերն են եւ դրանից պետքա ստանան դիվիդենդ։ Հա? Սա արդեն տալիս է այն կոհասած ազգային պետության հոգեբանության վիճակը մարդու, որ էսի իմն է, աղբյուր ջան, ես սրա համար եմ պաշտպանում։ Եվ այս գաղափարախոսությունը արդեն մտնում է արյանդ մեջ որպես այդպիսին, որտեղ դրանով դու եւ ապրում ես եւ շնչում ես եւ դրանից այդ երկրի քաղաքացի լինելով կամ այդ էթնոսի ներկայացուցիչ լինելով դու ուրեմն ստանում ես դրա շահույթը եւ ուզում ես որ անպայման ինքը զարգանա։ Այսինքն Հայաստանում աշխատում է տնտեսական կացուդաձևի հիմքով ճիշտ ձևով եւ ամեն ինչ են գնում է տեղը։ Նույնիսկ այդ հիմնադրամի մեծ մասը կամ 50%-ը ես գրել եմ այդ գրքի մեջ, որ գնում է այդ միջոցների պաշտպանության համար, որն է հայրենիքի պաշտպանության, որն է ազգ բանակ։ Այսինքն ֆինանսավորվում է ազգ բանակ համակարգը եւ ստեղծվում է 300,000-անոց կարծրացած բանակ, որտեղ զինվորական արտադրությունները նույնպես կոչվում է բանակում ծառայում, որտեղ այնտեղ շատ ավելի խիստ եւ ավելի ծանր պայմաններ պետքա դրվի վճարումով եւ այլն, բայց դա այդ ֆինանսավորումը գտնվում է այնտեղ եւ այնտեղի շրջանառությունն է մասնակցում ստեղ։ Այդ գրքի մեջ այնքան հիմնադրույթներով ու վագծերով 88 հատ հիմնադրույթներ կան։ Այս գրքի մասին մենք նախնական զրույցում որ խոսեցինք, ես ցույց տվեցի, բայց հիմա այս դիտողների համար ազգային պետություն հիմնադրույթները։ Բոլոր շերտերը կացութաձևից, կառավարման համակարգից եւ այլն, ասենց բոլորով հավաքած է մշակույթով, գաղափարախոսությամբ, դաստիարակության համակարգով եւ այլն։ Ինչ վերա մեր Մահաճեմոգլու ասածին, ապա հենց այդ իմ ասածն է ասում։ Այսինքն այդ պարագայում իսկապես տնտեսության եւ զարգացման մեջ ստեղծվում են բազմաթիվ ինստիտուցիոնալ համակարգեր, եթե սեփականությունը այդ կացութաձևի է գալիս, ոչ թե սովետական, պետական, վարչական, այսպես ասած, քարացած չինովնիկից կախված է, ոչ, յուրաքանչյուրը մասնավոր է, բայց դա յուրաքանչյուրը հսկում է կառավարմանը եւ մասնակցում է կառավարմանը։ Աջեմոգլու ասած դուք չեք, Աջեմոգլու հաստատ գիտեմ, որ ուսումնասիրել է աշխարհի համարյա թե մեծ ամասության երկրների տնտեսական վիճակները եւ նկատի ունեցել հենց նորդիկ երկրների Նորվեգիա, Ֆինլանդիա, Շվեդիա, Դանիա այդ համակարգերը, որոնք հետո ինտեգրվել են նաև ուրիշ երկրներ։ Դա է հաստատ նկատի ունեցել։ Այո, ու նաև տնտեսագիտական այդ նախադասությունը, այդ որ ասել է, նա իր մեջ կրում է հենց քաղաքական բնույթ։ Իմիջիայլոց ես դրանք ավելացնեմ հետևյալը։ Դա չի կարող աշխատել Աջեմոգլու բանաձևն չի կարող աշխատել, իմ ասածն չի կարող աշխատել։ Կոսմոպոլիտ պետություններում։ Այնտեղ չի աշխատում։ Ոչ մի հատ օրինակ չունենք։ Նույնիսկ երբ որ մենք ասում ենք Ալյասկա, որից է մեկը Ալյասկա գնացած լինի, հասկանա թե ում այդ գործ ունի։
այնտեղ համ կրոնական լրիվ տարբեր բան, համ էլ կարծես իրանք այն հին ռուսների ու տեղացիների, հա, ու այդ սպիտակների ու տեղացիների մի որոշակի խառնուրդ են ու իրանք լրիվ առանձնացված են, իրանք իրաց ինքնությամբ իրանք զգում են որպես ալյասկացի, թվացյալ ալյասկացի, բայց իրանք լրիվ նույնիսկ իրենց եկեղեցին տարբեր է ու ահա որը հավանդապահ են ալյասկացիները, այլապես տեղի չեր ունեն, որ ամբողջ նահանգի բնակչությունը իհարկե նահանգապետի, հա, գլխավորությամբ, բայց մի մարդու նման ոտի կանգնեց ու հնարավոր չէր դրանց դեմ ոչ պայքարել, ոչ բան։ Դուրս կգային Ամերիկայի կազմի մեջից, եթե հանգարձակի չթողեն, որ դա իրանք կարողանային իրականացնել։ Իրանք վերցրին նորվեգական տարբերակը իրականացրեցին։ Հասկանալի է։ Սա էլ էսպես։ Մյուսը կարծեմ ձեր հարցը դեմոգրաֆիայի հետ է կապված։ Հա, ուզում էի ձեր մտքերը ասեիք դրա վերաբերյալ, հատկապես հաշվի առնելով, թե ինչ ռեգիոնում ենք գտնվում ու մեր կողքը բոլորը ինչ դեմոգրաֆիական զարգացումներ են եւ մեր մոտ ինչ։ Առաջի հիմնադրույթը ասեմ սենց, ինչու են որոշ լավ սենց ասենք, ինչու սպիտակ ռասայի ընտանիքներում 2-3 երեխաներից ավել չեն բանանում, իսկ հետամնաց երկրներում միանգամից 8-10 հատ երեխա են բերում։ Ընդ որում անպայման չի նաև կրոնը։ Հիմա օրինակի համար Մեքսիկայում տեսնում ես կարծես 18 տարեկան է արդեն 4 հատ երեխա հետ է բերած։ Հիմա այդ process-ը, որը ստեղծում է դեմոգրաֆիա, չէ՞։ Դեմոգրաֆիան ամենակարևոր բանն է մեր համար։ Նախ այդ օրինաչափությունը ասեմ, դեռևս շումերական քաղաքակրթությունից նայելով, որ գալիս ենք մինչև հունահռոմեական քաղաքակրթություն, հստակ պարզ երևում է։ Այն նստակյաց ժողովուրդները, որոնք այնքան են մտքով զարգացել, քաղաքակրթվել, որ կյանքից ունեն ստանալիք ավելի շատ բան, մտքով ուզում են հասկանան, թե ով է մարդը, որ դեից է եկել, սկսում են երկինք նայել, ժամացույց ստեղծել, երկնային գոտի բաժանել, տաճար կառուցել եւ այլն, կամ այսօր իրանք ասում են 1-2 երեխա բերենք, հա, այդ ընտանիքը, համ մեկ կյանքից մի բան կհասկանանք, համ էլ կարծես այս երեխեքին նորմալ կրթությամբ նորմալ ապագա կսարքենք։ Քոչվորահոտային ազգերի կամ հետամնացների մոտ երեխան բարակյատ է, այսինքն ինքը աշխատող ուժ է հնում։ Այսօր ինքը հայ երեխա է, բանը նորնակ կանք ես նույն Միացյալ Նահանգներում welfare ստացողների մեծ մասը դրանք սև կամ մեքսիկական ծագումով ժողովուրդ են, որոնք արդեն քանի երրորդ սերունդ է պետական նպաստն է ստանում ամեն երեխու գլխաքանակի վրա։ Հա, այսինքն դա ապրուստ է։ Ինքը ուրիշ բան ոչ կարողանում անի, ոչ ուզում անի, համ է ծույլ է, ոչ բան, կամ է թե չէ ձեռի հետ են մարդն, որ մի քիչ աշխատում է, բերում ասես, այսինքն ստացվում է այդ ձեր ասած դեմոգրաֆիային։ Հիմա առաջի հարցը մենք պատասխանեցինք, թե ինչու զարգացած հասարակությունները կամ ավելի ճիշտ էթնո ժողովուրդները քիչ երեխա են բերում, ինչքան էլ ուզում է պետությունը փող տա, մեկը ինքը չի գնում դրան, որ շատ բերի։ Իսկ ընդհանուր միջին կրթական մակարդակով շատ ավելի ցածր սանդղակի հարթակի վրա կանգնածները ավելի շատ են բերում։ Mēs պատասխանը ստացանք, հիմա գանք Հայաստանի եւ ընդհանրապես դեմոգրաֆիայի հետ կապված։ Համաշխարհային դեմոգրաֆիան ցույց է տալիս, որ դա ամենակարևոր բանն է։ Շումերը վերացավ ներսից դեմոգրաֆիայի շնորհիվ։ Էմիգրանտները ավելի շատ էին, հեղափոխություն արեցին, բոլոր Արատայից իջած շումերական քաղաքակրթությունը ոչնչացրեցին, քանի որ եկել են այնտեղ զիբիլ թափելու, կոշիկ մաքրելու SS դրա համար։ Ոնց որ հիմա Ամերիկայում սևերին բերեցին, չէ՞, ստրկական աշխատանքի հետո մեքսիկներին ցածր աշխատանքի, ոնց որ հիմա Հայաստանում մենք հնդիկներ ենք բերում, որոնք մի քանի անգամ ավելի էժան աշխատուժ են, քան տեղացիները, չէ՞։
Սենց իրանք էլ կարծես 8-10 երեխա են բերում դեմոգրաֆիապես մի 20-50-100 տարի հետո փոխվում է ու իրանք հեղափոխություն են անում, վեկալում են։ Նույնը տեղի ունեցավ հռոմեական կայսրության մեջ։ Շատ ավելի ցածր շերտերում ահռելի տարածք էր, չէ՞ վերցրել։ Այդ էթնոսներ ու պետությունները քանակապես ավելի շատ էին եւ ստեղծեցին քրիստոնեությունը, որը աղավաղված հին համակարգի աղավաղված մի հատ ուրիշ տեսակ է եւ ստրուկը գրավեց իշխանությունը ու հաստատեց իր կնոնը ու եթե առաջ բոլոր կնոնները հռոմեական կայսրությունում, հա, կարայր ունենայր, խնդիր չէր, ոչ մեկ չէր հետապնդում, ապա քրիստոնեություն ընդունելուց հետո նրանք բոլորը մահվան էին դատապարտվում։ Ընդհատակ անցան, էլի։ Ընդհատակ չէ, ուղղակի սպանվում էին։ Մենակ ինկվիզիցիան Եվրոպայում թե քանի 11 միլիոն մարդա ոչնչացրել, երիկա որ ասել։ Բացի այդ բերեց խավարի հազարամյակ, միջև վերածնունդը, որ սկսվեց արդեն կարծես սա պետությունը եկեղեցուց բաժանել, բան սկսեց մարդկային զարգացումը։ Նորից մարդ արարածը հասկացավ, որ երկրագունդը գնդաձև է, որ արև լուսին բան չափելով ժամանակ, բան եւալ, հասած մի հատ նայում ես Ջորդանը Բրունոին կրակի վրա քյաբաբ սարքեցին կամ Գալիլեին էսի ինչ արեցին, մի հատ ասում էր գնդաձև է կամ արևի շուրջն ասեցնեց, երբ որ դրա իրանցից 1000 տարի ավելի հին, 2000 տարի ավելի հին, այդ մոլորակների 1000-րդականի ճշգրտությամբ կալենդարները կային։ Ու գիտեին, որ գնդաձև է, այդ բոլորը կար։ Եվ հեթանոսական Հունաստանում կար, եւ Հայաստանում, եւ Եգիպտոսում, հնագույն ժամանակներից այդ ամեն գիտելիքը կար, ամեն ինչ սպանվեց, զրոյացվեց ու ինչ որ մի հատ ասում ես չէ գնդաձև է, դրա համար կարծես 1000 տարի չես կարող ասես, մեկը ռիսկ անում, մտնում է պատմության մեջ որպես Գալիլեյ կամ Ջորդանո Բրունո կամ Կոպեռնիկոս եւ այլ, ինչ եմ ուզում ասել։ Ահա թե ստրուկները երբ որ վերցնում են իշխանությունը ինչ է ստացվում։ Այսինքն մենք եկանք այն մոմենտին, հիմա քանի կոպեկ արժի այդ մարդկային զարգացվածությունը, եթե ինքը պիտի մի 3-4 սերունդ հետո վերանա գնա, ինքը ասենք ուրեմն ուշադիր Էդգար ջան, հետեւյալն է, մարդկային զարգացումը երբեք ներքևից, հա, 0 ասենք թե պայմանական, կետից sense վերել չկա տես բան։ Մարդկային պատմությունը զարգացման պատմությունը։ Հա, ցիկլներով է աշխատում, հասկանալի է։ Ցիկլներով է, ինքը սինուսոիդ է։ Վերև ներքև, էս է։ Եվ միշտ տնում է հետումա դեպի դեբիլացում, կորցնում է ամեն ինչ, հետո նորից վերագտնում է ու նորից սկսում է բարձրանալ։ Էս է ամբողջ։ Էս է խնդիրը։ Հիմա մեր մոտ որ ցիկլի որ սինուսոիդի որ ասում ենք։ Մենք խոսում ենք ընդհանուր համամարտկային մասշտաբի մասին։ Մենք չենք խոսում կապիսես բանի մասին։ Եթե Եվրոպայում քրիստոնեությունը սա սպանեց, ընդ իսլամը вообще մորթեց։ Կամ բուդդիզմը արևելքում մորթեց։ Կանոնը երբ որ շատ է, ասես լրիվ դարձնում, հա, դա փոքր աշխարհաճանաչողական մի հատ նեղլիկ պատուհան է աշխարհ Աստված բան ճանաչելու հետ կապված, ու շատ նեղ ներքևի ինտելեկտի համար ստեղծված փոքրիկ բան է, հա, պրիմիտիվ պատմություն է պետք։ Իրան բացատրես մասնիկ փոխհարաբերություն քվանտ եւ այլ տապրոկ նեկալի ինձ քեզ կմորտի ախպեր ջան, իրան պետք է գործես մի հատ արտված պապիկ գազանը ձեռեն գալիս ասում է, «Էս կարելի է, էս չի կարելի»։ Վերջ։ Շո, չոքի ու աղոթի, էսի է իրան։ Այդ սասնածառերն են նույն բանը, էլի։ Ուրեմն Վրան սիրո պատմություն է սարկած, բայց ասենք ինքը ներքին սասնածառերը հին ուրիշ բանի մասին է։ Հին ոչ, սասնածառերը հին դիցա կրոնավեպ է, ամենահնագույն փորկերից է գալիս եւ նայեք, հեթանոսության ժամանակ յուրաքանչյուր կրոն ուներ մի քանի շերտ։ Մեջը կար գիտությունը, դրանից հետո ավելի խորը, ասենց ժողովրդի համար կար ֆոլկլորային կրոնը։ Այդ եմ ասում, էլի, որ պատմություն լինի։ Հա, բայց ասնածռերի մեջ ամեն բառի, ամեն մի նախադասության մեջ այնտեղ աստղագիտական, ժամանակագրական, այնտեղ հազար հատ կոդ կա։ Հա, բայց հո անգլիագետ ժողովուրդը այդ բանը չի հասկանում։ Դրա Հա, համար ինքը պետք է որ հերոս լինի, դե Այսօր երբ որ համասարան, քեզ էլ է դասախոսը, եթե խելացի է կամ դպրոց, հա,
ինքը են հավասար է MC քառակուսի բանաձևի վրա մի հատ կյանքից օրինակ է բերում ու դու սաղ կյանքում էդի կհիշես կարող է են հավասար է MC քառակուսին մոռանաս բայց այդ սիրուն հեքիաթը եթե շատ գունեղ ու լավ ստրուկտուրա ունենա դու հավերժ կհիշես էդ Հեշտ է փոխանցվում են հավասար է MC քառակուսի դրա մեջից դու կարաս հետագայում քո թորը հանի են հավասար է MC քառակուսի գաղափարը ինչպես օրինակի համար Կեպլերը իր 5-րդ հատորում հստակ գրում է ասում է այդ մոլորակային 3 օրենքների հայրը ես չեմ ուզում համարվել գող կամ գրագող ես այդ վերցրել եմ եգիպտական ձուն վրան փաթաթված վիշապի հեքիաթը այնքան է պրոպորցիաները ճիշտ գրած որ ինքը ասում է ես ուղղակի հասկացել եմ թե ինչ էին իրենք գրել որից դուրս եկան մոլորակային 3 օրենքները հա միջուկ արբանյակ եւ այլն որը միջև հիմա նույնիսկ օգտագործում է այդ բանաձևերը կոսմիկական արբանյակների հետ կապված անպայման Կեպլերի հաշվի առնում Կեպլերի բանաձևերը մարդը գրում ասում է եգիպտական այդ քո ասած հեքիաթն է հա ձուն վրան փաթաթված վիշապ հասկանում ես կճեպ սպիտակուց դեղնուց վիշապ այդ ամեն ինչ հիմա նենց որ եկեք չխառնենք հիմա պարզ դեմոգրաֆիայի մասին է խոսքը մեր տարածաշրջանում մեր ամենամեծ սարսափելի ցավը դեմոգրաֆիան է այդ դեմոգրաֆիայով են ամենամեծ քաղաքակրթությունները պարտության մատնում սա մեկ երկրորդ մեր 30 տարի ղեկավարությունը հոգեբանությամբ չկարողացավ աճել կանաչի ծախող առևտրականի հոգեբանությունից, իսկ մտքով չկարողացավ հասկանալ, եթե ինքը այդքան փող ունի, այդ չի նշանակում ինքը յաբախտի է որում։ Ինքը այդ չի նշանակում ինքը ավելի խելացի է, քան թե ակադեմիայում նստած ֆիզիկոս պրոֆեսորից կամ տնտեսագետ պրոֆեսորից եւ այլն։ Ինքը մտածում է, եթե նա ինքը ավելի խելոք է քանը, որ ինքը այսքան փող ունի։ Այս մտածողությունը ստեղծում է այն իդիոտիզմը, որ մենք ստանում ենք մի հատ ախմախ կառուցվածքային համակարգ, ապազգային եւ այս վիճակում է միջև հիմա 4 կենթանի ապուշների շնորհիվ, որոնց ամբողջ հոգեբանությունը ձգնավաճառի կամ կանաչի ծախողի հոգեբանությունից վերև չի, ինտելեկտն էլ անպայման չի դու լիքը ինֆորմացիա ունենաս, դա կրթվել չի։ Հոգով կրթության մասին է խոսքը եւ ուղեղը պետք է բաց լինի, որ հասկանաս եղբայր քո հարստությունը կամ իշխանության վրա հայտնվելը, դա չի նշանակում դու ավելի խելացի ես։ Դա կրկնակի պատասխանատվության վրա է։ Տեսեք մի օրինակ բերեմ, Ռոնալդ Ռեյգանը Երբ որ անցավ իշխանության հրապարակային առաջի ելույթներից մեկը հետևյալն էր. ես բոլորից խելացի չեմ, ես ունեմ այս փորձը, արհմիությունների 20 տարվա ղեկավարն էր, հա, Կալիֆոռնիայում, հետո Կալիֆոռնիայի 12 տարի նահանգապետը, որից հետո Միացյալ Նահանգների պրեզիդենտ դարձավ, ասեց ես կարիք ունեմ ու առաջի անգամ ստեղծեց ուղեղների հանճարների տրեստ, կոմիտե, որտեղ մտան տնտեսագետներ, քաղաքագետներ, ֆինանսական օպերատորներ, գիտնականներ 30 քանի հոգեանոց խումբ, ու այդ խումբը, որի հետ աշխատում են մի քանի գիտահետազոտական ինստիտուտներ, դա համ որոշում են ինչա պետք անել, որն է լավ, որը վատ, համ էլ դրա կարտոսած դրան հասնելու ամենակարճ ուղիները Ռեյգանը դա կատարում էր, ու դա այնքան բաց էր, ինքը չէր ամաչում ասելը, որ կարտոսած ես չեմ հասկանում, իրանք պետք է ասեն։ Այս մակարդակը, որը հոգեբանության, հոգևոր գիտելիքի կամ ինտելեկտի արտահայտության նշանը մեր այսպես կոչված էլիտա կոչվածը, ոնց որ էլիտան տարբեր է անում, էլիտան անում է ֆինանսա, էլիտան հիմնականում երկրի անում է ֆինանսա սեփականատիրական վարչական։ Որտեղ այն մտավորականը չունի որևիցե լծակ ազդելու։ Մեր մոտ չունի, օրինակ ջհուդների մոտ ուրիշ ձև է տրված։ Որովհետև իրանց ֆինանսիստները այդ հարցի պատասխանը շատ սիրուն տվել է
Գարեգին Լեժդեհը, երբ որ նամակ է գրում ամերիկյան հայկական ծագումով գրող, այս անունը քիշեմ կասեմ, նրան, նա ասում է, բա ինչի մենք հրեաների նման չկարողացանք բանալ, Լեժդեհը պատասխանում է, նույնիսկ Զմուռնիայի հայերի փողը մեկ քաղաքի միանակ Զմուռնիայի հերիք էր, որպեսզի մենք կարողանայինք կաշառել եվրոպական բոլոր երկրներին մեր օգտին մեր համար խոսելու եւ այլն։ Դու ասում ես ինչի հрьяաների մոտ ստացվեց, մեր մոտ չստացվեց, որովհետեւ հрья մեծահարուստը եւ հрья ոսկեղենի գրիչը միտքը էլի նկատի ունի, իրար հետ միացած են ու նույն խնդիրն են դնում իրենց առջև, սակայն հայ մեծահարուստը տեղ չկանգնես հայ ոսկեզրենի գրչին, ու տես միշտ չի կանգնում։ Բայց իրանց մոտ իրանց հոժար կամքով չեն ինտելեկտուալ չունի էտի, ոչ է դաստիարակություն։ Հիմա դու ասում ես մոտ էլ իրանց հոժար կամքով չի ստացվել։ Իրանց մոտ Ռաբին է ասել, որ սենց պիտի լինի։ Ապրես, հիմա եկանք, որովհետև իրանց կրոնը ազգային կրոն է, կոսմոպոլիտ չի։ Իրանք դրանով են դաստիարակված։ Իսկ մեր մոտ տերդեր այդ ավտորիտետը ունի, որ մարդուն հարստին ու մտավորականին ասի դու սենց պիտի անես, դու սենց պիտի ֆինանսավորես, դու էլ այս գծով պիտի աշխատես։ Չէ, խնդան ասենք։ Ամբողջ հարցը դա չի, ամբողջ հարցը այն է, որ նախկինում բոլոր դպրոցները գտնվում են եկեղեցում կամ սինագոգին առընթեր, ճիշտ է։ Եվ այդ երեխեն միջև դառնալը Ռոթշիլդ Յակով գնացել է այդ դպրոցի այդ հոգեբանության, որ ամբողջ խնդիրը հրեության գլխավոր խնդիրը կարծես ինքը երկիր նոր պետություն վերականգնի ունենա, դա իր կրոնական եւ քաղաքական երազանքն է։ Սերունդ է սերունդ այդպես շարունակ, մեկ է հանգարցակի Յակովը կարծես հերցելին ասում է արի տղա ջան, արի իրար հետ անենք ու անում է։ Հասկանում ես, այսինքն ոչ հերցելը, ոչ Ռոթշիլդները չէին կարող հաջողել, եթե չլիներ այդ սինագոգ կոչվող գաղափարախոսական եւ քաղաքական ինստիտուտը, որը ունի առնվազն 2000 տարվա փորձ։ Եվ ինքը ազգային կրոնի հիմքի վրա է եւ ոչ թե կոսմոպոլիտ կրոնի վրա, որ մարդս մարդ լինի, կապ չունի, հայ ես թե թուրք ես։ No, իրաց մոտ լրիվ ուրիշ է։ Միայն հրյան այդում դեպի արքայություն, մնացածը զարդ դժող բան, հասկանում ես ինչ։ Հիմա սուտա, ճիշտ է, դրանք սաղ թողենք, այդ չի կարևորը։ Կարևորը թե կարծես ինչ ազգային բանով է դաստիարակում, այդ երեխուն։ Որ երեխան վերջում, հա, դերում ես ինչ է դառնում։ Նույնիսկ 1000-ից մեկն էլ մեկը էֆեկտ աստան։ Ահա թե ամբողջ հարցի պատասխանը։ Եվ ասիր ազգային պետություն։ Այս վայրի համակարգում Իսրայել ազգային պետությունը։ Այնտեղ չկա այդ համակարգը հիմնադրամ բանման եւ այլն, բայց այնտեղ կա կարծես մեծահարուստների հա գիտակցություն, էլի վերևից գիտակցությունը ինչ որ մենք Շվեդիայում կամ ասենք Նորվեգիայում մենք չենք տեսել։ Դեպի իր ժողովրդին փրկելու, իր ժողովրդին օգնելու, հա, այս հարցը։ Ճիշտ է։ Հիմա օրինակի համար Եղեռնից հետո մեզ հայտնի է լիքը ամերիկյան, եվրոպական էմիսարների եւ հիմնադրամների, որոնք օգնեցին հայ որբերին, հա, որբանոցներ ստեղծել եւ այլն, ճիշտ է։ Մի հատ հայ մեծահարուստ ասա, կարող մի հատ ասես կամ 1.5 հատ, բայց շատ մեծ քանակի հայ մեծահարուստներ կան եւ Ռուսաստանում եւ Եվրոպայում այդ ժամանակ եւս տեղում, որց է մեկը տենց բարեգործության չգնաց, որ ստեղծի որբանոցներ, SS հավաքագրի փողով առնի այդ երեխեքին։ Նույնիսկ շահից ելնելով։ Արդեն այդտեղ շահ լավ, նույնիսկ շահից ելնելով, բայց նայում ես, որ կարծես հերյանը քսակը բացում առանց իր շահին։ Ինքը արդեն ամեն ինչի հասել է, իր վերին գլխավոր խնդիրը ազգային, որովհետև այդպիսի կրոնը, գաղափարախոսական ազգային կրոնը գաղափարախոսությամբ կրթվել միջը աշխարհի լավագույն համակարգը բերդիր Հայաստանում, եթե այդ երեխեքին
դու ճիշտ ձևով չկրթես, քիմիկոս, զինվորական, ինժեներ, ինչ մասնագետ, ապա ոչ մի ֆինանսիստ, ոչ մի բանի չես հասնի։ Պետք է կրթես, որ արդյունք ստանաս։ 30 տարվա Հայաստանի կրթական համակարգը ինչպես կբնութագրես։ Ոչ մի ուղղություն չունի, ոչ մի գաղափարախոսություն չունի։ Ցենց ջրի հոսանքին տված էշություն։ Այլապես հիմա մենք ունենանք մի հատ այնց գազան սերունդ, որ խնդիր չենք ունենա sense խնդիրների առաջ կանգնելու։ Հա։ Ներդե ասում է տվեք ինձ մեկ սերունդի դաստիարակման եւ կրթման եւ դաստիարակման հնարավորություն, ես 1000 տարվա հայոց ապագան ապահովեմ ձեզ համար։ Այդ կրթության մասնախոսքը ինչ որ ես ասում։ Հասկանում ես։ Այս ամբողջ հարցը։ Բայց հիմա տեսեք, այս հрьяաները իրանք չի կարելի ասել, որ այս երկրագնդի վրայի ամենադեբիլներն են, կոպիտ ասած, բայց իրանք էլ են հասկացել, որ նույնիսկ այդ ինտելեկտուալ այդ վիճակում գտնվելու դեպքում իրանք հասկանում են այդ սերունդ տալու կարևորությունը։ Հիմա ասում եմ, դուք որ ասում եք ինչքան զարգանում են, այդքան սկսում են բարձր բաների մասին մտածել, փիլիսոփայություն, այս կամ այնքան մոռանում են, որ պետք է երեխայել ունենա։ Բայց մեր մոտ այդ սերիալներով չեն մոռանում։ Ասում եմ, ինչը 18 թիվ, 25 թիվ, 6 տարի առաջ էր, չէ՞։ Օ Նիկոլա բան, գնացին տմին, ես ապոշը ստացա բան։ Հիմա մի հատ ուրիշը դուրս է եկել կարծես լավ քրվում է, խոսում է, բանման, ասում է իրան դնենք պրեզիդենտ։ Ախպեր, Լևոնը լավ էր խոսում, իրան դնենք պրեզիդենտ։ Լևոնը կյանքում երկու հոգեանոց հիմնարկ չի կառավարել։ Չունի կառավարման փորձ։ Ուր ես դրան դնում պրեզիդենտ, սա ապուշը։ Նույնիսկ ամենախելացի բանասերն է կամ չգիտեմ ես ինչ է, բայց դա փողոցային աղմկարից այնքան բան չի։ Հասկանում ես կառավարման մասնագետը դա շատ կարևոր է, համ պետք է ունենաս դրա դիպլոմը, այսինքն ունենաս կլասիկ կրթությունը, համ է առնվազն 5-ից 10 տարի այդ փորձառությունը։ Սովետում Սովետական Հայաստանում մենք ունենք այդպիսիները, դրանք բոլոր գործարանների գլխավոր ինժեներներն էին եւ մի մասի դիրեկտորները, որոնք առնվազն ունեն 10-ից մինչև 15-20 տարվա, հա, ցեխի վարիչից կամ բանվորից սկսած, սենց բարձացել են, ունեն ամբողջ հիմնարկ կառավարման փորձառություն։ Հասկանում ես։ Դու փողոցում լավ խոսացող համբալի վեկալես բերես ընդեղ, ենի խոսալու տեղ չի, ենի կարծես պետական աշխատանքը կառավարման համակարգը դու չես կարող ունենաս էդի, ոնց որ հիմա ինչքան լագոտ լեկուտ թուլակա բերելցրել են նախարարներ բաներ են դարել։ Աբսուրդ։ Այդ մասնագիտությունը եղբայր ջան, հիմա Էդգար ջան թույլ տուր, ես հայագետ հալովս լանցետը առնեմ քո կույրաղիքը օպերացիա անեմ։ Թողես։ Լավ հայագետ եք։ Բժիշկի համար պետքա կարծեսած գոնե 5 տարի ուսում, 5 տարի փորձառություն, 5 տարի որ ես բանը, տեխնիկա չէ։ Ինչ է եղել, բայց շատ ներողություն ստացվում է որ մի հատ կույրաղիկ օպերացիա անելու համար պետքա 20 տարվա ուրեմն կրթություն եւ փորձառություն, որպեսզի դա կատարվի, բայց պետության կառավարման հետ կապված մասնագետ լինել անհրաժեշտություն չի, չկա։ Բացի կրթությունը, այդ դիպլոմ ստացածը հələ մասնագետ չի, ինքը այդ ասպարեզի մեջ մինիմում 10 տարվա փորձառություն պետք է ունենա։ Իսկ այս աղմակները լավ է խոսում, բերենք դնենք պրեզիդենտ, բայց քեզ Այդ մեր մոտ չգիտեք, ստեղել է եվրոպական ամենամեծ ավերածությունը եղավ, երբ որ սովետական Հայաստանը իր հնայ ու պոտենցիալով գերհզոր փոքրիկ պետություն էր։ Մենք բոլոր հիմնարկները ոչնչացրեցինք, բոլոր ստանոկները ու այդ մետաղի ջարդոնի նման գնացին, քանի միլիոն տոննաներ դուրս եկան Պարսկաստան ջրի գնով, հա։ Դրանք
Հասկանում ես, ու ոչ մի կառավարող չկա, հես հեշներ, հա, սիրուն խոսացող, կրթություն ստացած, կինոնայրիներում ու կինո մատկաների կաֆեներում նստած կոֆե խմող չընտրլոները անցան իշխանության, որոնք որևէ փորձ չունեն, գոնե մի փոքրիկ հիմնարկի կառավարման կամ կազմակերպման, արտադրություն կազմակերպել, զրոյից բիզնես կազմակերպել, այս փորձառությունները ընդհանրապես գոյություն չուներ, սրանք անցան իշխանության, ոչնչացրեցին 80 տարվա ձեռք բերվածը, օդի դոլարիվ, ոչնչացրեցին, հա, մի հատ էլ հիմա այս 18 թվին, այս 2018-ին, այս մի թուլեկին բերեցին իշխանության Սերժիկը, ու սրանք էլ մի հատ կարծես սենց իշքան, սենց ավերեցին, որ մասնագիտական մոտեցում, պետք չի փորձառություն, պետք չի սենց չի, ամեն մի լագոտ միտեղ մի է շուծում, ու շիլումը տեսվա, որովհետև սերիալ նայող ժողովուրդը, արա լավ տղա է, արա սիրուն աղջիկա, արա լավ է խոսում, չի կարալ նիտես բան, դրա համար էլ այդ վիճակում, այդ մեծահարույցն էլ կանաչի ծախող մարդու հոգեբանությունից, հա, եւ ինտելեկտուալ մակարդակից չի աճել, դրա համար ունես այն, ինչ ունենք։ Իդեպ Եվրոպայում էլ շատ չի տարբերվում այդ առումով, որ կարող է 18-19 տարեկան, ասենք, չգիտեմ, կամ համալսարանը նոր ավարտած, կամ դեռ չավարտած, կամ ոչ էլ պետք է ավարտի, ինչ որ մեկը դուրս գա ու տեխնացություն տնի, ինչ որ քաղաքական լինի թեկուս լոկալ մակարդակում, էլի։ Միացյալ Նահանգներում ասեմ, ինչպես է սիստեմը, դու երբեք լոկալ մակարդակում չես կարող լինես նահանգի, ուրեմն սենատոր կամ ասենք նահանգի պարլամենտում, սենց ասեմ, պարլամենտական, եւ եթե դու Foreign Relations կլուբի անդամ չնար, 4000 հոգի անդամություն ունի։ Դեղ փուլեր կան, եթե քեզ ադաբրիատ չանեն, եթե քո վրա փող չդնեն, ինքնուրույն ոչ մեկ տեղ չի ասել, նույնիսկ եթե հիշում եք Կլինտոնի դեմ Միացյալ Նահանգների ընտրության ժամանակ ազգանունը Ժակ Պերո էր, այդ դրեց, միլիարդատեր մարդ էր Տեխասից ու տակ տվեց, չկարողացավ հաղթի, ամբողջ պրոբլեմը հենց նրա մեջ է, որ Եվրոպայում, Ամերիկայում թվում է, թե ինչ-որ մեկ, բայց կա տակը 2-3 ֆիլտրող շերտեր, սովետի հիմքով երկրներում, ոնց որ մենք ենք SNG-ի տարածքում, այդ ֆիլտրերը չկա, ընդեղ գիտեն ինչա դեմոկրատիան, էդի վերևի ցուցադրման համար տակից ուրիշ շերտեր ֆիլտրում են, ու միայն դու ընտրում ես նրան, ում իրանք են ուզում, 10-ից 9 իրանց մարդիկ են, իրար դեմ է խոսում, իրար են սպանում ես կապ չունի, բայց իրանց մարդիկ են, դու ում վրա դնում ես, իրանց մարդն է դուրս գալու, բայց էդի ինստիտուցիոնալ մեթոդա, ամեն մի համբալի փողոցից չեն բերում ընդեղ դնում, մեր մոտ փողոցից ամեն համբալի բերում դնում են ընդեղ, ահա քեզ դեմոկրատիայի երկու տարբերություններ, ընդեղ դեմոկրատական երևութական է, մեր մոտ էլ է երևութական, վերջի հաշվով կարծես ես Նիկոլը իր մի հատ ընկեր չուներ, երկու մարդ չուներ կողքը կանած, մեկը այդ ռասկրուտկեն արեց, Սերժում Միշիկի ռասկրուտկեն էր, հարցը չի, այս ժողովրդին, որ թողես, կամ իրա կանաչի ծախող վերնախավինեն, պետք է բերի ուրեմն բան, մի կոր այս ժողովուրդն էլ ծապտա, լավ է հայոյում, լավ է խոսում, լավ է բորնում, այս է մակարդակը, ու դու ներքևից վերև չունես ինստիտուցիոնալ, հասարակության ինստիտուցիոնալ կառավարման սիստեմ եւ բաշխված համակարգ, դրա համար էլ այս օրինն
30 տարի շարունակ չունի։ Էսա պրոբլեմն է։ Դրանց բոլորի մասին որոշակի առումով կա այդ գրքի մեջ։ Ինչ է նշանակում ազգային պետություն։ Այդ գիրքը դրա մասին է։ Ես չգիտեմ, թե այսօր վաղը դա կստացվի Հայաստանում, այդ գիրքը գրված է, որ որոշակի հարթակ կլինի ապագա սերնդի համար, որ ինքը դրա վրա ինչ-որ բան ավելացնի կամ մերժի իրանը ստեղծի, բայց պետք է ինչ-որ մի հատ ֆունդամենտալ տեսաբանական մի հատ շերտ տաս, որի վրա ինքը ապագայում սկսի գոնը մտածել։ Այդ գիրքը դրա համար է դեռ։ Ու մտածեմ նաև դրա համար, որ ամեն մարդ չգա, ասենք ամեն կուսակցություն կամ ամեն մարդ կամ մարդ կուսակցություն կա, ասի մենք ազգային կուսակցություն ենք ես կամ ենք ու ավտոմատ դա համարվի ազգային պետք է հասկանալ այդ ամեն իր բաղադրիչ մասերով հանդերձ։ Եթե դա չկա, ուրեմն խոսք չի կարող գնալ ազգային պետության։ Եթե չի բերում ազգային գաղափարախոսություն, եթե չի բերում ազգային տնտեսական կացութեձևային նոր մոդել, կամ դրա մասին չի խոսում, եթե չի խոսում համազգային շահերի մասին եւ դեմոգրաֆիայի հետ կապված խնդիր, տեսեցի 4 հարց, եթե չի խոսում ընդհանուրին մեկ գաղափարախոսական դաստիարակության կրթական համակարգի մասին, այդ 5 լոզունգը չունի, կարս ընդհանրապես մերժես։ 5 լոզունգը ոչ թե ուղղակի ունեն, այլ արդեն մշակած պրոյեկտներով։ A to Z, այսինքն A-ից մինչև K, գոնը ուրվագծային մշակումը լինի, որտեղ իմպրովիզացիաները անընդհատ լինելու են պրակտիկայում, բայց գոնը, ասենց, ուրեմն նշանակում ազգային չի, նույնիսկ հաց ես տալիս լավ, այդ որն է այդ ազգային պետությունը, սա բերանը բանանց, այդ ուսիկ ասում է, դե որ լավ է լինի, այդ abstract, արա որն է հասկանում ես, հիմա, որպես դա չլինի, դա ուրեմն այդ ֆունդամենտալ տեսաբանական հիմքի վրա կառուցած գիրքը շատ պարզ նախադասություններով կարճ հիմնադրույթներով ուրեմն ինչ-որ բան է։ Եվ հետաքրքրվողների համար ասեմ ես դա զանգակ գրախանութից եմ գնել, այնտեղ կա բուկինիստ։ Դե բուկինիստ։ Այս անգամ ենքան էի բաները, որ զանգակում ես գիրք չեմ։ Բուկինիստում է։ Հա, բուկինիստ։ Եղավ։ Ուրեմն կարող եք գնել բուկինիստից։ Պարոն Արմին, շատ շնորհակալ եմ զրույցի համար։ Մտածում էլի թեմաներ կային, որ ցանկանայի զրուցել, բայց թողենք ես մի ուրիշ անգամվա երևի։ Նայում եմ 2 ժամ է արդեն խոսում եք։ Ես էլ հոգնեց։ Շնորհակալ եմ։ Սիրով խնդրեմ։